Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 27-ն է եւ մենք շատ կարևոր թեմաներից պետք է խոսենք։ Ես պետք է ասեմ, որ մի առանձին YouTube-յան հաղորդում եմ պատրաստել ազգերի լիգայի որոշումների մասին վերաբերող Ադրբեջանին եւ Հայաստանին։ Մոտավորապես 1 ժամ տևողությամբ։ Կարողացել են գտնել արխիվային այն փաստաթղթերը, որոնք սահմանում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները ազգերի լիգայի հետ, ասել է թե ՄԱԿ-ի հետ, որովհետև այսօրվա ՄԱԿ-ը ազգերի լիգայի իրավահաջորդն է։ Եվ այս հաղորդումը նայելուց հետո ինձ թվում է ոչ ոքի մոտ հարց չի մնա, թե ինչ իրավունքներ ունի Ադրբեջանը եւ ինչ իրավունք ունի Հայաստանը։ Սա առանձին հաղորդում եմ արել, որտեղ շատ մեծ էր ինքը, ես չէի կարող մեկ այսպես լրատվական հաղորդման մեջ տեղավորել։ Դրա համար խնդրում եմ այդ հաղորդումը անպայման առանձին նայել եւ տարածել որքան հնարավոր է։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը ուզում եմ սկսել Մոնթեի խոսքերով, որ ասում էր. «Պարկուճում ունեցիր 10 փամփուշտ, 9 դավաճանների, մեկը թշնամուն համար»։ Այդ մեկը հերիք է թշնամուն։ Ասել է թե Մոնթեն գիտեր, որ իրական թշնամին այստեղ է, թիկունքում է։ Թշնամուն մեկ գնդակն էլ հերիք է։ Երիցս ճիշտ էր։ Այսինքն նույնիսկ ինքը, նույնիսկ պատերազմի ժամանակ, չեմ ասում նույնիսկ, որտեղ Հայաստանում չի ապրել։ Այս մարդը Հայաստանում չի ապրել, հայկական իրականությունը չէ ճանաչում, բայց պատերազմի փաստորեն պարագայում ինքը սահմանել է այս կանոնները։ Այսօրվա քաղաքական դաշտը նայելով հասկանում ես, որ երիցս ճիշտ էր։ Սա այն փաստաթղթերից մեկն է, որի մասին ես խոսում եմ ազգերի լիգայի կայացած որոշումներն, նամակագրություններն, Ադրբեջանի պահանջներն, Հայաստանի պահանջներն, մի խոսքով մի հսկայական արխիվային փաստաթղթեր կան, որոնք մեր ձեռքում են, որոնք մասին ես առանձին հաղորդում եմ արել։ Ես ընդհանրապես մեկ բան ասեմ։ Ադրբեջանը որպես պետություն գրանցված չի եղել եւ դե յուրե երբևէ չի ճանաչվել ազգերի կողմից։ Հետևաբար, կարճ ու կոնկրետ եմ ասում, ազգերի լիգայի, այսինքն ՄԱԿ-ի անունից Ադրբեջանը ոչինչ լեգիտիմ հայտարարելու իրավունք չունի։ Ավելի մանրամասն, ես արդեն քանի որ 1 ժամ խոսացել եմ, հիմա ոչինչ չեմ ասի, ուղղակի ուզում եմ շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունը զորացնելու նախագիծ։ Փաշինյան Նիկոլն ասա ասում կներեք, ասենց անեմ որ ասկնեք։ Գիտեք ինչի՞։ Որովհետև Ղարաբաղի շարժումն էր, որ պետքա գալ լրացներ այն ամբողջ անարդարությունների շրջանը, պետքա պատասխան տան ամբողջ անարդարություններին, որը իրականացել էր սովետական իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ սա այս կրաչը, ագենտ կրաչը, թարս որ կարդում ես չարքը, դիտարկում ասա, ինքը ճիշտ է դիտարկում թուրքերի կողմից, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականությունը զրոյացնելու նախագիծ է, Հայաստանի չէ, Ադրբեջանի պետականությունը զորացնելու նախագիծ է։ Եվ սրան լսող եւ հավատացողներ կան։ Նույն երևի իր կարգի ադրբեջանական գործակալներ կամ ուղղակի, ինչպես իրենք են սիրում ասել, օգտակար ապուշներ, որոնք ոչ միայն չեն հասկանում ինչ է կատարվում, ամենակարևորը մերժում են բանականությունը, մերժում են օրենքները, մերժում են սահմանադրությունը, իրանց համար չկա ոչ մի օրինական բան, քան Նիկոլ Փաշինյանի կարծիքը։ Ընդ որում, դրանք կարող են տրամաբանորեն 180 աստիճան տարբերվել օրվա ընթացքում եւ նույն մասսայի համար նույնքան նորմալ է դա։ Ես ընթացքում կխոսեմ անշուշտ դրա մասին, բայց մի հատ լսենք ինչ ասում Արշակ Կարապետյանը։ TV-ն նորից եթերում է եւ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Մոշյան, դե մենք հիշում ենք հարցը նրան էր վերաբերվում, որ ամբողջ նախաբանը լսելու փոխարեն հարցը նրան էր վերաբերվում, որ դու պարոն Արշակ Կարապետյան, վարչապետի խորհրդականն էիր։ Նոյեմբերի 10-ին 2020 թվականի Փաշինյան Նիկոլը ընտրեց վատագույն տարբերակը
չկար այլ տարբերակ։ Ես կարող եմ լսենք իր պատասխանը եւ հեսա կապեմ ազգերի լիգայի որոշման հետ։ Ինչ խոսանք այսօր, ես կապելու եմ ազգերի լիգայի որոշումների եւ հետևանքների հետ։ Ամբողջ հաղորդումը դրա հետ է կապված, որովհետեւ այն 1 ժամվա մեջ ես ցիտել եմ 4 փաստերը արխիվներում գոյություն ունեցող։ Սա անպայման պետք է նայել։ Եվ սա եւ նախկինը, այն որ եթերում կլինի շուտով։ Ժորժան, դա պետք է նայի առնվազն մի քանի միլիոն մարդ։ Այսինքն գոնե նրանք, ում հետաքրքիր է Հայաստանի ապագան, ում հետաքրքիր է Հայաստանի իրական պատմությունը, իրական իրավունքները, որովհետև ոչ մի խոսք անձամբ ինձանից, ամբողջը ցիտատ, ուղղակի թարգմանություն արխիվներում գրված փաստաթուղթերից է։ Հիմա լսենք ինչ ասում Արշակ Կարապետյանը։ Այդ օրերը շատ դաժան օրեր էր։ Օ, շատ։ Ես այն ժամանակ իր խորհրդականն էի եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ առնչվել եմ մի քանի այսպես հարցերի հետ կապված այդ ինչի ստորագրեց դա, այդ հարցերը բերին դրան։ Դուք հիշում եք, որ հետո պարզվեց, որ մի քանի տարբերակ է եղել առաջադրված։ Ասենք ադրբեջանական զորքը երբ սկզբից մտավ մի փոքր տարածք վերցրեց, ստումա Արշակ Կարապետյանին ասեք, Արշակ Կարապետյան, դու Փաշինյան Նիկոլի կողքը տեղ ունես։ Ադրբեջանական զորքը տարածք չի վերցրել։ Ձևակերպումը արդեն նիկոլական է։ Տարածք հանձնվել է, սան ասեք։ մենք ստացանք արդեն առաջի տարբերակը։ Հետո եկավ երկրորդ տարբերակը, ինչքան զորք առաջ էր գնում, զորք առաջ չի գնացել։ Որքան հանձնել եք, այնքան ինքը առաջ է եկել։ Քան այդ Ադրբեջանի առաջարկները կոշտանում էին։ Եվ այդ առաջարկները մենք բոլորս գիտենք, որ գալիս էր Ռուսաստանի Դաշնության միջոցով։ Դե հիմա ասեմ սես ամեն ինչ կապ ունի ազգերի լիգայի որոշման հետ։ Ազգերի լիգայի որոշումը կապված Ադրբեջանի պահանջների եւ Հայաստանի պահանջների հետ չկարողացավ իրականանալ ադրբեջանական կողմից իրանց ուզելով, որովհետև Ադրբեջանը պահանջում էր 215,000 քառակուսի կիլոմետր, որ պետք է տրվեր Ադրբեջանի։ 215,000 քառակուսի կիլոմետր։ Այո։ Դրա մեջ էր մտնում Նախիջևանը, Արցախը, Զանգեզուրը, Երևանը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլ, ընդ որում նաև գավառը, Սևանի տարածքները, Հայաստանի ընդ մի հատ փոքրիկ ինչ-որ մի բան 12,000 քառակուսի կիլոմետր, որը ի սկզբանե նախատեսված էր որպես գերեզմանի տարածք, որին ասեցին սա էլ է ձեզ շատ։ Եվ այսպես դա չէր կարողացել իրականանալ 18-20 թվականներին, որովհետև Անդրանիկը խանգարեց դրան, իսկ դրան իրականանալու համար օգնում էր նաև Բրիտանիան, ադրբեջանցիներին, այս ամբողջ փաստաթղթերին միսա գրած է։ Որը կանգնեց սկզբից Անդրանիկը, հետո նշտերը։ Խախտվել էր բալանսը, որովհետև 90-91 թվականին, 90-91 մինչև 94 հայկական զինված ուժերը թքած ունենալով բոլոր պայմանականությունների վրա, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, իր կարծիքի եւ ցանկությունների վրա ազատագրեցին Արցախը եւ խախտվեց այն ինչի sense թքած կպցրած հասել էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը իրան մնացած բաների հետ ուղեկցող ուժերի հետ հայկական ուժերը խառնել էին եւ դա պետք է վերականգնել, որովհետեւ 20 թվականը ամենահարմար ժամանակն էր դրա համար։ Նախիշացնեմ 20 թվականի այդ պատերազմը ուղիղ սկսվեց 100 տարի հետո, ինչ սկսվել էր 1920 թվականի պատերազմը։ Նույն սեպտեմբերի 27-ը։ Նույն սեպտեմբերի 27-ը։ Ոչ մի բան սրանց որոշումների մեջ պատահական օրեր չեղել։ Եվ դա համընկնում էր Թրամփի իշխանության վերջին օրերին, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կարող են իրականացնել հանգիստ
այն ինչ որ իրենք որոշել էին իրականացնել, որովհետև հաջորդ ադմինիստրացիայի հետ այդ պայմանավորվածությունները չկար, կար Թրամփի հետ։ Հետո ինչ արեցին արդեն Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, մենք դրա մասին խոսալու ենք։ Ամեն դեպքում խախտվել այդ բալանսը եւ սրանք որոշեցին վերականգնել այն ինչ որ ի սկզբանե պլանավորված էր եղել, նաեւ սրանց ձեռքով։ Հետարքիրը գիտեք որն էր։ Հետարքիրը նա էր, որ օրինակ ես լինելով խորհրդական տեղյակ չէի առաջարկվող տարբերակների մասին։ Ինքը ստում է եւ չել ամաչում։ Նախ ասում է որ Ռուսաստանն էր առաջարկներն ուղարկում ու ինքը որպես խորհրդական տեղյակ չի եղել։ Ասեմ Արշակ Կարապետյանը մենակ խորհրդական չի եղել։ Արշակ Կարապետյանն եղել է նաեւ զինվորական հետախուզության պետ NLN ժամանակ, երբ որ տեղ ունեցավ Քարորիա պատերազմը։ Քարորիա պատերազմը այս ամեն ինչի նախապատրաստական փուլն էր։ Չի եղել այս ամբողջ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանից միջև հիմա մնացած ինքերական չի ինչա խոսում։ Ամեն ինչ խոսում իր դավաճանության մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանից միջև այսօր չի եղել մեկ զինվորական բարձրաստիճան, մեկ հետախուզության պետ, մեկ KGB-ի պետ, հա, մի խոսքով, մեկ բարձրաստիճան զինվորական, որ տեղյակ չլիներ, ինչա լինելու, ինչ պիտի արվի եւ ոնց է պետք Հայաստանն ու Արցախը հանձնել։ Իսկ սկզբից Արցախը, հետո Հայաստանը։ Իրանք իմացել են ամեն ինչ։ Հիմա, որպեսզի կարողանան իրենց ստատուսը անդիմադիր դաշտում ինչ որ ձև պահել, փոխադարձ համաձայնությամբ հիմա այս սրանք, սա Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը, պետք է ասեմ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրանք տեղյակ են եղել եւ իրականացել են միասին այն ծրագիրը, որի հիմքը դրվել է 1994 թվականին։ Կապիտուլյացիայի փոխարեն Ադրբեջանին շանս տալով զարգանալ։ Կապիտուլյացիայի փոխարեն Ադրբեջանի տարածքում ճանաչել այն տարածքները Արցախն ու Նախիջևանը, որոնք նույն ազգերի լիգայի որոշմամբ չեն եղել Ադրբեջանի մաս։ Ուղղակի չեն եղել։ Ադրբեջանը ունեցել է իրեն վստահած ենթակայության տակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ եւ Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Ինքնավար հանրապետություն, դրանք իր կազմի մեջ չեն եղել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը նույն Կնյուշկովի հրամանով, որի օծմամբ ինքը եկավ կանգնեց նախագահ, նախ 90-ականներին հրաժարվեցին Արցախից, ասին դու գնա առանձնացի, թքած մեր որոշումների, ձեր որոշումների օրինական ընթացքի վրա, դու գնա առանձնացի, որ մենք քիչ-քիչ քեզ խորհուրդ ենք գնաս։ Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան համատեղ իրականացել են 94 թվականից առ այսօր Արցախի, հետո նաև Հայաստանի, հիմա իրականացում են Հայաստանի հանձնման process-ը։ Ավելի մանրամասն այս ամեն ինչի մասին մենք այսօր ենք խոսելու, բայց մի ժամ ես արդեն դրա մասին հաղորդում եմ արել։ Մի հատ նստենք, լսենք այս ընթացքում ինչ են պատրաստել մեր համար։ Իսկ դուք գիտեք, որ կառավարության ծրագրի մեջ, որ այդպես էլ նորմալ չքննարկվեց, գրված է, որ բանակը անվտանգության ապահովման պահեստային գործիք, այո, բառացիորեն գրված է պահեստային գործիք, եւ դրանից առաջ նշված է, որ անվտանգության ապահովման միակ կամ արդյունավետ միջոցը դա խաղաղությունն է։ Վերջես։ Ես որ ասում եմ սրանք համատեղ են իրականացնում, ամենակարևոր հարցերի մասին սահմաններ, իրավական փաստաթղթեր, իրավունք, կառավարության ծրագիր, ոչ մի բան չի քննարկվում։ Իրենց ծրագրի մեջ իրեն գրել են հրաժարում հայկական պահանջներից, հրաժարում բանակից, որովհետև բանակի կազմալուծելը դեմիլիտարիզացիան դա եւս Ադրբեջանի պահանջն է։ Ոչ միայն սահմանադրության փոփոխությունը, ոչ միայն տարածքների հանձնումը, այլ բանակի ոչնչացումը ընդամենը ոստիկանական գվարդիայի մակարդակին բերելը դա նույնպես Ադրբեջանի պահանջն է։ Եվ սրան գրել են իր ծրագրի մեջ, որ բանակը երկրորդական է։ Այս երևի նկատած կնեք ինչքան մարդիկ են թեթև պատճառներով ազատվում բանակից։ Եվ ինչքան շատ են սպանությունները, ինչքան է վախը բանակի նկատմամբ։ Այսինքն մի կողմից սպանությունները, մի կողմից ազատումը, մի կողմից բանակի թվականակը 3 անգամ քչացնելը, հիմա էլ արդեն դա օրենքով են սահմանում։ Օրենքով սահմանում են, որ
Բանակը երկրորդական է երկրի պաշտպանության համար։ Առաջնայինը խաղաղության պայմանագիրն է։ Եթե եթե աշխարհում մի հոգի կա, որ Թուրքիայի հետ կնքած պայմանագիրը եւ ոչ միայն Թուրքի, ցանկացած երկրի հետ կնքած պայմանագիրը համարում է իր համար երաշխիք, ոչ թե բանակը, ոչ թե պատժելու հնարավորությունը, ուրեմն կամ նա անմերսունակ է կամ թուրքական գործակալ։ Եւ ԱԺ-ի քննարկման նիստերի ժամանակ դուք բառ անգամ այդ մասին չեք լսի, դուք էսին չեք վերել։ Ընդհանրապես դեմ են քվեարկում իբր հասկանալով անդերս դեմ քվեարկես կողմ քվեարկես մեկը դանցնելու է։ Բայց դա քննարկման առարկա չի դառնում, գիտեք ինչի, որ հանկարծ ժողովուրդը դրա մասին չի իմանա, որ հանկարծ հանրային եթերով սրանց դավաճանությունները հանձնելու, առանց իրավունքը դրա ունենալու, Հայաստանի իրական քարտեզները քննարկելու, հա, վերջը ոչ մեկին չասես դու այդ ինչ քարտեզներով ես ուզում հանձնես Արցախը։ Հանձնել ես Արցախը կամ ուզում ես հիմա հանձնես Տիգրանաշենը։ Ոչ մեկ չի ուզում իրանից այդ բանը, ուրիշ հարցեր է քննարկվում ընդել, լրիվ ուրիշ։ Իսկ ինչ հարց հիմա մենք լսենք։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ երբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք գծվել, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի։ Արդեն Արեգ Կարապետյանը ասում է, երբ են տալու հետ գրաված տարածքները, որ մենք իմանանք երբ այս վերջանալու, որ միակողմանի չի։ Արդեն իր համար Տիգրանաշենը հանձնած է, ինքը դիմացը ուզում է, ոչ թե մեր տարածքները, ոչ թե Արցախաշենը, այլ երբ են Հայաստանի տարածքներից գրաված դուրս գալու։ Հասկացաք ով է? Նարեկ Կարապետյանը։ Ինքը չի խոսում Արցախաշենի մասին։ Ասում է, երբ են հանձնելու գրաված տարածքները Ջերմուկում, Սիսիանում, Վայքում, այլ որ մենք իմանանք այս տալը միակողմանի չի։ Որ իրանք էլի չեն համոզում, վերջում տանեն ձորից գցեն։ Ինչ առնական տղա է։ Ասում են, որ ես չեմ էլի մենք տանք, էլի մեզ բան չտան։ Ինքը արդեն տվող է։ Ինքը չի պատասխանում, տղա ջան, հələ ներս արի։ Դու այդ ինչ իրավունքով ես Հայաստանի տարածքները հանձնում։ Ինչ հիմքով ես հանձնում։ Ինքը ընդհանրապես սխալող։ Բանջում է, որ պայմանից մի բան տալիս են, դրանք պետք է դիմացը ստանանք։ Դիմացը գիտեք ինչ պետք է ստանան։ Այն ինչ որ իրանցն է։ Այն ինչ որ Հայաստանի տարածքից է գրավել, ոչ թե Արցախաշենը։ Հայաստանի տարածքից գրաված է Ջերմուկը եւ մնացած կետերը։ Այսինքն խրոխտ Հայաստանով։ Եվ տեսնենք ինչա պատասխանվում սրան։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ մեծ նորություն բացառվել։ Պարզվում է իմ խոսույթը դիսոնանս ունի, բայց միջև մի ամբողջ խոսույթը ընդդիմության նրա մեջ է, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնականը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ։ Այս արձանագրենք որպես նորություն։ Երկրորդը, այս շատ կարևոր մի հանգամանքի մասին է խոսքը, որ տեսեք, մեր գիտակցությունը եւ քաղաքական խոսույթները ձևավորվել են ի արձագանք ուրիշներին։ Մենք միշտ եղել ենք ռեակտիվ, այսինքն մեր ասելիքը կախված է եղել նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Արցի ապատասխան։ Այո, այդ թվում նախորդող շրջանի այսօրվա Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունն է նա, որ ինքը իր ռազմավարական խոսույթները ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով, անկախ նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Տարածքները տալը մեր ռազմավարական շահերն է, անկախ նրանից ով ինչ է ասում, եւ ոչ մի առանցքություն չկա։ Այս կապիկությունը մի բանի է ծառայում։ Ծրագիրը հասցնել միջև վերջ եւ այդ ընթացքում ցույց տալ թե կոնֆլիկտ կա։ Հիմա հիմնական հարցերը թողած իրավական մաս, տարածքային ամբողջականություն, իրավական փաստաթղթեր։ Ի վերջո դրա համար կա միջազգային դատարան։ Դու խնդիր ունես կողքի պետության հետ։ Մտելա տարածքը դիմիր միջազգային դատարան։ Կամ քո զինված ուժերի պարտականությունն է սահմանադրության, որ դու պիտի ազատագրես եւ դու այդ սահմանադրության կատարման գերագույն գլխավոր պարտական բան ես, պատասխանատուն ես։ Այդ մասին ոչ մի խոսակցություն չկա, գիտեք ինչի, որ հանգարց Հայաստանի Հանրապետության քաղաքացին չիմանա, որ Նիկոլ Փաշինյանը այսինքն
խախտում է Հայաստանի պետական սահմանադրությունը, այսինքն պետական սահմանը խախտված է, ինքը ի պաշտոն է պարտավոր է դա վերականգնի, գլխավոր շտաբի պետը հիմա պետք է կախաղաններով մի քանի անգամ արդեն կախված լիներ, որովհետև գրաված է Հայաստանի տարածքը, իսկ տարածքը ազատագրել, վերականգնելը դա իր պարտականությունն է, հանկարծ որ Հայաստանի քաղաքացին դրա մասին չլսի հանրայինի եթերով, այս խրող տաշկերով այս տղեն պետք է խոսա ուրիշ բանի մասին, լավ, որ էսի տալիս ենք, ինչ ենք տալու, ինչ ենք ստանում դեմը, արդեն տալիս են ու դիմացը ուզում են գոնե ջելմուկից դուրս գալ, ոչ թե արծվաշենը, ոչ թե հարց են տալի, չհասկացա միջև ման չի է ինքը ջելմուկում նստած, դու երկու գլխավոր շտաբի պետն էլ պաշտպանության նախարարն հանցագործեք, ըստ սահմանադրության, դուք դա չեք լսի, գիտեք ինչի, որ հանկարծ Նիկոլին նույնիսկ լսողները հանրային բանով չլսեն, որ դա տենց է, դրսում բոլորը իրականացնում են այն կիսատ մնացած ծրագիրը, ոչ կարողացավ Ադրբեջանը ստանալ 18-20 թվերին։ Այս շատ կարևոր առանձնահատկություն է եւ ոչ սովորական մեզ համար։ Իմ դարաշրջանի եւ նախորդ դարի կեսերի, նախորդ դարաշրջանի եւ 19-րդ դարի կեսերի իրադարձությունները մեկնաբանելիս ես մեզ ուղված մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին։ Իրեն հարցնում են երբ է Հայաստանի տարածքը ազատում, ինքը արտաքին երաշխավորների խոստումներից է խոսում։ Ոչ մեկ չի ասում, տղա, դու քարտեզները ցույց տուր։ Մի քարտեզ ցույց տուր, մի լեգիտիմ, ոչ թե Ադրբեջանի նկարած, որը քեզ իրավունք է տալի հանցագործություն իրականացնել։ Չկա, նստած էս ապուշությունն են լսում։ Չափից շատ ենք հավատացել եւ թղթե շերեփի տրամաբանությունից ի վերջո պետքա դուրս գա։ Դե շերեփի տրամաբանությունից դուրս գալը գիտեք որն է։ Դա էլ չունենալ։ Հանձնում ես, լուծարում ես երկիրը, լուծարում ես բանակը, ոչ թե թղթի շերեփը պետքա դառնա երկաթի շերեփ, այլ էդ էլ ես լուծարում։ Հա։ Որովհետեւ եթե դու ուզում ես թղթի շերեփի տրամաբանությունից դուրս գալ, պետքա շերեփը դառնա մետաղ, զենք։ Բայց հակառակն են անում։ Եվ դա ցույց են տալի որպես թղթի շերեփից դուրս գալու քաղաքականություն, որովհետև իրան լսող եւ հավատացող հոտի համար մեկ է այս ամեն ինչ, ինքը լսում է Նիկոլ ու վերջ, ինքը չի մտածում ինչ ասա խոսում, դրանք մտածելու ունակությունից զուրկ, հարցեր տալու ունակությունից զուրկ շերտ ավակի։ Եվ մենք դուրս ենք եկել այդ տրամաբանությունից։ Դուրս ենք եկել լուծելու։ Եվ մենք այսօր առերեսվում ենք, որ խնդրեմը մեր ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, մենք որ ասում է վերքը մարմնին է ցավ տալիս։ Այդ այն վերքը, որը մերն է, մենք պետք է զբաղվենք այդ վերքերի բուժմամբ։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ինքը զբաղվում է այդ վերքերի բուժմամբ։ Հայաստանի տարածքը գրավել է, ինքը զբաղվում է ու ինքն էլ պարտականություն է վերցրել, լսեք ես լեփի։ Այո, առաջինը ես ինքս պետք է վերցնեմ պատասխանատվություն առերի եւ ես վերցրել եմ։ Հենց հիմա պետք է ասեինք, ոչ թե վիճակագրված, գրաված այդ տարածքները, ոչ թե վիճակագրված։ Դու ոչ միայն չես վերցրել պատասխանատվությունը, դու չես իրականացել քո սահմանությունով պարտականությունները, դու եւ քո նախարարներ, գլխավոր շտաբի պետներ։ Դուք բաղուց պետքա տրիբունալի դեմ առաջ կանգնած լինեիք։ Հեսա խոսում է պատասխանատվությունից։ Ու սրան լսողը հիմա հանրայինով է, չէ՞ գնում այս ամեն ինչը։ Քանի որ ստե առարկություններ չկա, իրոք առարկություններ չկա։ Այն մարդիկ, որ լսում են 100,000-ներով, դրանք ուղեղ չունեն այդ հարցերը տակ, հասկացեք։ Դրանք արդեն այն վիճակում են, որ լսում են թե առարկություն չկա, ուրեմն ճիշտ են։ Ուրեմն սա ճիշտ է, արդեն չեն էլ հիշում սա ինչ, երբ ինչ ասե։ Եթե առարկություն չկա, ուրեմն ճիշտ է ասում։ Այդ պատասխանատվությունը մեր հողերը երբ են տալու սահմանազատման արդյունքում այդ հողերի մեր լինելու փաստը ես դրա համար եմ ասում քարքի ոչ թե նրա համար որ ես ադրբեջանամետ եմ հասկացաք երբ են տալու միջև չտանք այնի չեն տալու հասկացաք ընտրություններից առաջ այդպես բան չկար մենք ոնց ենք տալի մի հատ փաստաթուղթ չկա դրա համար իսկ հիմա այսպես է դրվում միջև չտանք այնի չեն տալու Եթե չեք ուզում ენი տանք, ენი տան, ուրեմն մենք էսի էլ չասեք խիչ եք ազատում։ Եթե ուզում եք Տիգրանաշյանը պահեք, էլ չասեք ջերմուկան չեք, գրավեք ջերմուկը, ջերմուկը չի մենակ։ Մի խոսքով, դնում է ընտրության համար, կամ ես, կամ են։
ինքը անելիք չունի, վերջակարգը ձևակերպեց վերջնական ձևակերպեց, չէ, ոչ մեկ իրան չի ասում, վլբել իրավական հիմքեր, որ դու մի ամիս առաջվա ասացած, նախ դու ստում ես, դու խափում ես, դու խափել ես, խափելու ես էլի, Այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում, ոչ մեկ չի ասում, բեր այդ քարտեզները իրավական հիմքերով, նայեք, գիտեք ինչի, բոլորը նույն բակից են, նույն բակի երեխեք են, նույն ռուս-թուրքական բակի երեխեքն են, ինչ լեգիտիմ կարծես, ինչ իրավական քարտեզ, Հայաստան օկուպացվել 1920 թվականին, սա բերում է ինչ որ մի բան, որը ոչ մեկ չգիտի որտեղ արվել, ոչ Հայաստանում է դա է, ռուսական գլխավոր շտաբի, այն էլ 1974-78 թվականների, ինչի 74-78, կամ Ռուսաստանի քարտեզները, ով է Ռուսաստանը, որ Ռուսաստանի քարտեզներով բերել ես դա էլ համարում ես իրավական, գիտեք ինչի ոչ մեկի հարց չի առաջանում որտեղ, որովհետև երկու թևներ նշանակված են հենց Ռուսաստանից, դուք դաշնակներից ձայն եք լսելու, դուք Ռոբի կամ ասենք Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանից ձայն եք լսելու այս առումով, որ կասկածի տակ դնեն, որ Ռուսաստանի գենշտաբի քարտեզները կարելի է համարել օրինական, իհարկե ոչ։ խաղաղության բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք քարտեզներից է խոսում, որոնք չկային մայիս ամսից։ Չկային մայիս ամսին այդ քարտեզները չկային։ Հիմա կան։ Ոչ մեկ է դա չի ասելու իրան, որ հանկարծ էլի նույնից եմ ասում, հանրային տարածում ունեցող այս հաղորդումը լսող Նիկոլ ընտրածները չասեն մի վարքա, ոնց որ մեզ խափել է, հասա։ Ոնց որ այսքան էլ այդ ամեն ինչը սաուն չի գնում։ Լսեք, ես ոչ մեկին չեմ արդարացնում, որ սան արդարացումը։ Ես իրանց արդարացնելու հնարավորություն չունեմ, բայց ես գիտեմ ինչ են անում։ Ես գիտեմ մեդիայի կործանիչ ուժը։ Ես չեմ ընդունում իրանց անուղեղ լինելը, բայց ես հասկանում եմ սա որտեղից է գալիս։ Մենք թերագնահատում ենք մեդիայի ազդեցությունը, իսկ Գեբելսը դեռ ասում է 33 թվականին, տվեք ինձ առույցների բանակ, դրանց վերածեմ 6 ամսվա մեջ ոչխարի հոտի, իսկ այս մեդիան այդ մարդկանց վրա աշխատում է 8 տարի արդեն, ընդ որում առանց որևէ հակադարձելու հնարավորության։ Այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով, այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք, կներեք այդ կոպիտ բառի համար, եւ ճշգրիտ Հայաստանի մի բան ակնհայտ է, այդտեղ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր։ Ով է ասել դա։ Այս հարցը իրանց ոչ մեկ չի տալի, գիտեք ինչի։ Նույնց եմ ասում։ Բոլորը նույն բակի երեխեքն են։ Նույն ոչքից են լցած։ Նույն ռուս-թուրքական գործակալներն են տարբեր դեմքերով այնտեղ դրած։ Ոչ մեկ առարկություն չունի նույնիսկ այս թվի հետ։ Ես մի առանձին մեկ ժամանակ հաղորդում եմ արել, որ ամբողջովին դրա մասին է։ Արխիվային փաստաթղթերի վրա, միակ ու լեգիտիմ փաստաթղթերի վրա, որտեղ ոչ մի տար, ոչ մի թիվ նման գոյություն չունի, որտեղ գրված է պարզ, որ Ադրբեջանի տարածքները ոչ մի ձև իրար ներկայացած պահանջներով ոչ մի ձև չի ընդունվել ՄԱԿ-ի կողմից, չի հաստատվել, նա նույնիսկ գրանցում չի ստացել, որ նույնիսկ որտեղ պետություն չի եղել դա։ 18-20 թվականի Ադրբեջանի որպես պետություն, դա պետություն նույնիսկ չի եղել։ Դա դե ֆակտո իշխանությունը նշանակել Բրիտանիան, դե ֆակտո նշանակել է, ասել է ընդունեք սա որպես իշխանություն։ 6 ամիս հետո պատկերացնում եք մայիսի 28-ին, Սարդարապատի օրը, մայիսի 28-ին 18 թվականի Թիֆլիսում իրանք հռչակում են Ադրբեջանի Հանրապետություն, որը մինչև դեկտեմբերի կես, մայիսից դեկտեմբեր, ինքը նույնիսկ Բաքվի տեղը չգիտեր։ Իրան ոչ մեկ Բաքվում տեղեկել չէր, որ ընդեղ ինչ-որ մեկը իրան ինչ-որ բան է հայտարարել։
Այսօր կա չէ Արևմտյան Հայաստանի կառավարություն։ 3 տեղ։ Գիտեք, 3 Արևմտյան Հայաստանի կառավարություն կա։ Պատկերացնում եք, բայց Երևանում տեղյակ չեն, չէ՞։ Մեկ էլ մի օր գալիս է մի, չգիտեմ, ասենք Թուրքիա, գալիս ասում է, գիտեք, այս 3 կազմակերպությունից այս մեկը այսօր բանից Հայաստանի ղեկավարն ինքն է։ Դուք իրան պետք է ընդունեք։ Նույն բան եղել է 1918 թվականին։ Այնտեղ իրանց համար որոշել են, որ իրանք են Բաքվում տեղյակ չեն եղել։ 6 ամիս հետո Բրիտանիան նշանակում է, ասում է ընդունեք սրան, որովհետև չեմ ուզում բոլշևիկները լինեն, չեն ուզում դաշնակները լինեն։ Ինձ նավթն է պետք, սրանք համաձայնվել են ինձ նավթը տան։ British Petroleum-ի գործընկերները իրանք են, ես իրանք եմ նավթ առնելու։ Սենց պետք է լինի։ Այսքան բան։ Ու սա հիմա պնդում է թվեր, որը ոչ մի տեղ, ոչ մի արձանագրում չունի այս թիվը, այս քարտեզները, ոչ մի լեգիտիմ հիմքեր չունեն, բայց սա մասին դուք չեք լսի խորհրդարանի ամբիոնից։ Ու սա ես համարում եմ պետական հանցագործություն պետականության դեմ, սկսած 1991-ից մինչև առ այսօր։ Բոլոր ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, սրանք համատեղ առ այսօր իրականացնում են հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ։ Որովհետև այս հարցերը վաղուց կարող են լուծված լինել առանց զոհերի, առանց տարածքների կորուստի, առանց պատերազմների, մի ձև։ Ոքի քաղաքակիրթ ասել, գիտեք ինչ, 94 թվականին նույնիսկ հաղթելուց հետո, հա, ոչ թե ճանաչես իր տարածքային ամբողջականություն, ասես, նույնիսկ եթե չես էլ ուզում կապիտուլյացիա, գնալ դիմել միջազգային դատարան, խնդրում եմ գծեք, տվեք մեզ, հա, սովետական միություն ա եղել եւ այլն եւ այլն։ Քաշեք սահմանները, որ էլ պատերազմներ չլինեն։ Հա, եթե նույնիսկ շրջան ես տալիս, բայց դե գիտես, որ դա միջազգային դատարանի որոշում է, երկու կողմերն էլ գիտեն, որ վերջ այս սահմանից այս կողմ են կողմ անցնել արդեն պետական հանցագործություն է, արդեն դու օկուպանտ ես։ Այս հարցը կարող է լուծվել 35 տարի։ Ոչ մի կառավարություն չգնաց դրա։ Հետաքրքիր է, չէ՞ որ Ադրբեջանը չգնաց դրա։ Ինչի՞։ Ադրբեջանը գիտե, որ ինքը պարտվելու է, որ ինքը ոչ մի լեգիտիմ հայց չի ներկայացնել, լեգիտիմ պահանջ Հայաստանի նկատմամբ հողային չի կարող ներկայացնել։ Միակ շանսը որն է մնում, դրել իր կրաչին ագենտին, ասել տուր, որ ինձանից մեկնել ուզի, ասեմ Հայաստանն է տվել։ Հենա Հայաստանը համաձայնվել է։ Սրա համար Ադրբեջանը չի գնացել։ Հայաստանի ռուս-թուրքական կառավարությունն էլ այս հարցը տեղ չի լուծել, որովհետև այս հարցի լուծմանը համաձայն չեն ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան, որտեղ հակառակ դեպքում իրենց ամբողջ գծած ճարտարապետությունն է քանդվում, բայց մենք էդի քանդելու ենք, որտեղ մեր հարցը արդեն հասել է տեղ։ Առնվազն գոնե Մոսկվայի պայմանագրի մասով հասել է, որը նաև քննվելու է Վուդրովիցյանի իրավադատ, որի հետ նաև քննվելու Վուդրովիցյանի իրավադատ վճիռը, այնպես որ մենք մեկը դրան հասնելու ենք։ Դուք եք խորհրդարանում դավաճաններով, կապիտուլյանտներով, խորհրդարանում նստած դուք բոլորդ եք կապիտուլյանտ, որտեղ դուք փոխանակ քաղաքականությամբ զբաղվեք, դուք սպասարկում եք Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։ Ես հիմա հասկանում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի սիրողները հիմա կամ ուժեղ Հայաստանից սիրողները ոնց են նեղվում իմ ասածներից, դուք պետք է ընդունեք սա որպես օբյեկտիվ իրականություն։ Նրանց, ում դուք սիրում եք, դավաճանում են ձեզ, ու դրա մեղքը իմ վրա մի բարդեք։ Ես ուղղակի մի մարդ եմ, որ դրա մասին ձեզ ասում եմ։ Այսքան բան։ Լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Դե յուրե ոչ միտեղ նման արձանագրություն չկա, եւ իրասա ոչ մեկ չի ասի։ Գիտեք ինչի՞, իրանք չգիտեն։ Թույլտվություն չունեն ունես դրա մասին իմանալու կամ խոսալու։ Բայց սա ոնց ասեմ, անշուն գեր անգել, ինչ ուզում անում է, վերեն հաճեցող չկա։ Լավ ջան, մենք այս հարցը պետք է լուծում տանք։ Ես նորից եմ ասում, այս հարցը մեր փոխարեն ոչ մեկ չի լուծելու։ Դամալ ես ասում եմ, եկեք միասին աշխատենք։ Ամսի 19-ին գալիս եմ Լոս Անջելես։ Մեկնարկը տալիս ենք մեր շարժման, ու մենք պետք է անենք այն, ինչ որ մեզանից առաջ պետք է արած ունեին 35 տարի, եւ Հայաստանի կառավարությունը, եւ Սփյուռքում գործող կազմակերպությունները, ցանկացած
կազմակերպություն մի քիչ կայացած այս հարցը կարող էր լուծած լինել։ Կարող էր, բայց ոչ մեկ այս հարցին ընթացք չի տվել։ Ոչ մեկ նույնիսկ այդ ուղղությամբ չի նայել։ Եթե ես քաղաքագետ չեմ, ես միջազգային իրավագետ չեմ, ես ընդհանրապես փաստերն եմ արձանագրում։ Եթե ես այսքան բանը կարողանում եմ ասել, բացահայտել, դուք պատկերացնեք ինչ կլիներ, եթե հենց հիմա այս հարցով զբաղվեին իրավաբաններ, գիտեք ինչ աստիճանի, որոնց տուր թեթև բռնելու տեղ եւ նրանք ամեն ինչ կարող են քաշել։ Որտեղ դատարանումը տենց է, որ կողմի պաշտպան ավելի մտածված է աշխատում նույն փաստերի շրջանակներում։ Նա կարողանում է նստած դատարանին համոզել, որ ճիշտը ինքն է։ Իսկ մենք այսօր մի ամբողջ գրադարան ունենք փաստերի թիկունքում դրած։ Մենք մեզ հանձնելուց ենք խոսում, որովհետև այտենց է դրված ծրագիրը 35 տարի։ 35 տարի ծրագիրը այտենց է դրված, այտենց է գնում։ Հիմա էսի շատ ենք թողելու, sense գնա։ Չգիտեմ, ես չեմ թողել։ Եվ ես սա ավականին է, ես էլ իրենց հետ, եւ բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրվել են, տեսեմ քանի ոտք են արդեն անդամագրվել։ Այս պայդրությամբ արդեն 224 հոգի։ Ես մեր ընկերները եւ ավականին եւ 224 հոգի արդեն անդամագրված, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա չիրականանա։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք դա անել։ Ես մի բանի վրա եմ անհանգստանում ուղղակի, որ մենք չուշանանք։ Բայց դե հիմա ինչ անենք։ 2 տարի առաջ սկսած լինեինք, հիմա հաստատ ադած կլինեինք։ Դա մեզ չեմ ներում 35 տարի Հայաստանը կառավարած բոլոր ղեկավարներին եւ այն կառույցներին Սփյուռքում գործող, որոնք սա պետքա արած լինեին։ Իմիջիալոց ասեմ, որ Թուրքիան ինքն իրան գցել է մեծ խնդրի մեջ։ Թուրքիան, Ադրբեջանն էլ եւ Նետանյահուն։ Ավելի ճիշտ ներողություն։ Իսրայելը, Ադրբեջանը միասին։ Ալիևը դատի է տվել։ Եվ այս մասին մեծ հոդված է գրել Հարութ Սասունյանը։ Ալիևը դատի է տվել CNN-ին, որը բացահայտել է, որ իսրայելական հետախուզություն եւ հենմանկետեր կան գոյություն են Ադրբեջանի տարածքում։ CNN-ը դա բացահայտել է։ Ալիևը դատի է տվել CNN-ին։ Ես վստահ եմ, այս աղմուկը քաղաքական իմաստով մեծ վնաս է տալու եւ Իսրայելին եւ Ադրբեջանին։ Իսկ դրա մասին վաղուց որպես փաստ կայացած խոսում էր Իրանը, ես վստահ եմ, որ Իրանը CNN-ին այնքան ինֆորմացիա կդատա, որ ոչ միայն սա կպատժվի, սա պատժվելու է անպայման, ոչ միայն այս հանցագործությունների համար, այլ նաեւ էթնիկ զտումների համար, որի մասին էլի էթնիկ զտումների մասին զգացել եք հայաբանում պարլամենտում էլի խոսք չկա։ Արցախցիների վերադառնալ, էթնիկ զտումներ, Ալիևը ռազմական հանցագործ։ Ոչ մի բան չկա, որ Նախիջևանը հայկականը, որ Ալիևը խնդրում է, պահանջում է Հայաստանից, որ Հայաստանը հրաժարվի Նախիջևանից։ Խոսք չկա այդ մասին։ Եվ նայեք, քաղաքական դաշտում ընդհանրապես խոսք չկա։ Ոչ մեկն ինքնին հարց չի տալի։ Կներեք, այս Ադրբեջանն չի ասում, որ Հայաստանը հրաժարվի Նախիջևանից։ Այդ կարող է մերինագլխի չենք ընկել։ Խոսք չկա։ Ինչի՞։ Հայաստանի բնակիչը հանկարծ չիմանա դրա մասին։ Դե ոչինչ, այս ալիքի դիտողներն են տեղեկանում, ասենք մի 20-25 հազար էսուբա վիճակով, չգիտեմ ընդ այսքան իջել է դիտումները, նույնիսկ եթե ամառը, նույնիսկ եթե մարդիկ հանգստանում են, լուրջ է։ Տարածեք, պարտադրեք, որ նայեն, ոսա սա իրանց համար է։ Սա իրանց համար է, եթե սրա փոխարեն, այս 25,000-ի փոխարեն 250,000 մարդ տեղակ լիներ այս ամեն ինչից, մենք ընտրության արդյունքներում ուրիշ տպաբանք ունենք, պատկեր կունենայինք, իսկ սա մեր ձեռն է։ Ես ինձանից ինչ հասնում անում եմ։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ։ Հա, որտեղ եթե Հարութ Սասունյանը լավագույն հոդվածներ գրի վերլուծի, որ սա սենց հետևանքներ է ունենալու, եթե դա չեն կարդալու, եթե մարդիկ տեղեկացված չեն լինելու, ինչքան էլ ուզում է իդեալական գործ արած լինի, դա ոչ մի օգուտ չի տալու։ Որովհետև եթե մարդը տեղեկացված չի, ինքը զինված չի, ինքը զոհ է արդեն։ Զինված է եւ ուժեղ է այն մարդը, որ տեղեկացված է։ Մի խոսքով ես ձեր օգնության կարիք ունեմ։ Տարածեք, ուղղակի տարածեք։ Եվ օգնեք ալիքին։ Բաժանորդագրվեք Patreon-ում, ներքևը լինքեր կա, օգնեք,
դարձեք այս շարժման անդամ, եթե քաղաքներում եք ապրում, որ պատրաստ եք վերցնել ձեր տարածքով պատասխանատվություն մեր շարժման համար, գրեք ինձ, իմ հեռախոսահամարը WhatsApp-ի տակը կա, գրեք եւ ձեզ կպատասխանեմ։ Այս մասին շատ անհանգստացել է Թաթուլ Հակոբյանը, ես ուղղակի ապշած եմ։ Ամբողջ ընթացքում, այս դավաճանական ընթացքում Նիկոլ Փաշինյանն աջակցած Թաթուլ Հակոբյանը վերջապես հասկացել է, որ Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերջ ու նվաստացնող պարտադրանքներին։ Այ քեզ բան։ Հայաստանի անկախության հռչակագրի հղումը նոր սահմանադրության մեջ չդնելը քաղաքական որոշում է, եթե կուզեք արտաքին քաղաքական։ Դրանով պաշտոնական Երևանը ընդունում է, որ իր հարևանների մտքում երազում անգամ չունի տարածքային պահանջներ։ Անկախության հռչակագրում հիշատակում կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման որոշման եւ հայոց ցեղասպանության Արևմտահայաստանի մասին։ Դա այն դամոկլյան սուրնա, որ կախված է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխին, եւ Փաշինյան Նիկոլի երազանքն է նեյտրալիզացնել բոլոր վտանգները թուրքական պետությունների համար։ Սանից լավ ագենտ, ոնց որ Թրամփը Ռուսաստանի համար, դա մասին էլ խոսալու ենք։ Սա էլ թուրքերի համար։ Սանից լավ թշնամի, մենակ Հայաստանի թշնամիները կարող են սան ձեն տային։ Հայաստանի թշնամիները, ուրիշ բառ չկա։ Գործող իշխանությունը եւ որևէ նախորդ կամ հաջորդ կառավարություն իրավունք չունի կպչել հռչակագրի տեքստին, որովհետեւ այն իրավական, քաղաքական ու պատմական փաստաթուղթ է, որ արտահայտում է Հայաստանի ժողովրդի ու քաղաքական էլիտայի ձգտումները։ Բայց ես ուզում եմ Թաթուլ Հակոբյան, այսօր ամբողջ դավաճանությունը արդարացնում է իր, դարձել է իր խոսնակը, գովերքողը, չէի մտածում, որ սրանել է հերթը գալու, թե մտածում էր կողքով անցնելու այս ամեն ինչը, թե չէր պատկերացնում արհավիրքների այն իներցիան, որ սս գալու է տանի, թե մտածում էր լավ, այս մի քանի տարածքներ Արցախը տալով լցնելու է, հա։ Բայց այտենց էր մտածում, որքանով արժեք ունի հիմա քո նեղվելը, ոչ մի արժեք չունի, ոչ միայն քո նեղվելը, այլև բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեկ խոսքով աջակցել են Փաշինյան Նիկոլին։ Հիմա լսենք մեր ընկերուն, այնքան լավ է ասում, ես նույնիսկ չգիտեմ, բայց շատ խելացի ասում։ Խոսելու եմ Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող վտանգի, ազգային ժողովի կողմից կառավարության հակասահմանադրական ծրագրի հաստատման, Քոչարյանի նկատմամբ հետապնդումների եւ այս ամենի իրար հետ կապի մասին։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում անկախության հռչակագրի հղումը հանել սահմանադրության միջից, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը 2021 թվականին ընդունել է որոշում թիվ 1590, որի 5.2 կետում հստակ նշվում է, որ Սահմանադրության նախաբանը, որտեղ ի դեպ հենց անկախության հռչակագրին հղումն է, 1-ից 3-րդ հոդվածները եւ 203-րդ հոդվածը ենթակա չեն փոփոխության, եւ նույն Սահմանադրական դատարանը 2024 թվականին արդեն 1749 որոշման 3.1 կետում նորից վերահաստատել է իր դիրքորոշումը եւ գրել, հիմա կարդում եմ Սահմանադրական դատարանի որոշումը։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին անխուսափելիորեն դասվում է նաև Սահմանադրության նախաբանը։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին. ինչպես եք դուք պատրաստվում հանել անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից, այն դեպքում, երբ նույն Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ դա անփոփոխ դրույթ է։ Պատրաստվում եք նորից ՍԴ-ի դիմաց ցույցեր անել, թե պատրաստվում եք ստիպել Սահմանադրական դատարանի դատավորներին ընդունել հենց իրենց իսկ որոշմանը հակասող որոշում, որը Բայց ոնց եմ ասում, դուք այս բանը չեք լսի ազգային ժողովում։ Հիմա այս աղջկան նայել է իր այս բանը 740 հոգի, հա, լավ, դու մի քանի տասնյակ հազար ստեղ նայ։ արձանագրել Բայց չէ որ դե հանգային բանը սփռում է գնում։ Այս քննարկումը ստեղ չէ, այնտեղ պետք է գնա։ Այս մասին դուք չեք լսի։ Դե կարող է ինձ մեկը համոզի, որ այս ամեն ինչի իրար հետ կազմակերպված չի։ Ոչ մեկ չի կարող համոզել։ Եթե մեկն ընդ պատահական է հայտնվել, դու փախնի դեղից, որովհետև ինքը մնալու է սա տակ։ Որտեղ որպես համահանցակից։ Էդգար Ղազարյան, սա նաև վերաբերվում է ձեզ։ Դուք չեք կարող ասել, որ ես չգիտեի այս ամեն ինչի մասին։ Եթե համաձայն չեք, կարող եք դուրս գալ։
Կամ անել ինչու ձեզանից ակնկալում է։ Որ այդ դրույթը կարելի է փոխել։ The call is broken down. Երբ դուք ցանկանում եք անկախության հռչակագրի հղումը հանել սահմանադրությունից, երբ դուք հայտարարում եք, թե Հայաստանի 4-րդ հանրապետություն է ստեղծվում, դուք դրա ռիսկերը գոնե հասկանում եք, գոնե գիտակցում եք, թե ինչ վտանգներով է դա լեցուն։ Եթե չգիտեք, ասեմ, դուք ձեր այդ մոտեցումներով եւ Աստված մի արած, թե եթե դա իրական դարձնեք, Հայաստանի պետականությունը վտանգում եք։ Դուք դարձնում եք Հայաստանի պետականությունը խոցելի։ Եթե մինչ այս պահը Հայաստանի պետական շարունակականությունը վիճելի փաստ չէր, անվիճելի էր, դա հաստատուն փաստ էր։ Հիմա արդեն այն կդառնա բանակցային եւ վիճարկելի առարկա։ Դուք կատարելով Ալիևի ուղիղ պահանջը, իսկ անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը Ալիևի ուղիղ պահանջն է։ Խոսքը չի գնում սահմանադրական փոփոխությունների մասին։ Դուք նորից կարող եք սահմանադրություն փոխել, բայց առանց կպնելու անկախության հռչակագրին, որը միայն Ալիևին է պետք եւ միայն Ալիևն է դա պահանջում։ Դուք ի ցույց եք դնում աշխարհին այդ կերպ, որ Հայաստանը իր պարտվողական, զիջողական, քաղաքականությամբ արդեն այնքան է հեռու գնացել, որ ուղիղ կատարում է Ալիևի պահանջը։ Եղեսկով, եթե կմետ աշխով դես էլ որ ադեց Հայաստանը պրստնում է բան, շատ առումներով հա, տես բան կա, վտանգ կա, բայց մի ուրիշ բան էլ կա, էլի պետք է սկսել իրավական գործընթաց Փաշինյան Նիկոլի դեմ, եթե սա անի ազգային ժողովի ձերս չի գնում ասեմ դրանց անդիմադիր կուսակցություն, բայց անդիմադիր խմբակցությունները սա ավելի հնչեղ կլինի։ Նիկոլ Փաշինյանի վրա քրեական գործ է պետք է լուծել Հայաստանի սահմանադրական գրառքը խախտելու համար։ Հայաստանի ինչ որ ինքը առաջարկում է, սա արդեն Հայաստանի սահմանադրության խախտում է։ Մենք մեկը մեր կողմից այդ դիմումները գնալու է։ Գիտեք ինչի համար, որ Ադրբեջանը վաղը միջազգային դատարանում չկարողանա ասի դե նա Հայաստանը համաձայնվել է տվել Աղբեջան, ինձ տվել է, ես բան չունեմ ասելու։ Չասեք, չէ, Հայաստանի Հանրապետությունը ով քեզ տվել է, այս հոդվածները խախտելով է տվել, եւ ինքը հանցագործ է, ճանաչվել դրա համար Հայաստանում։ Դե հիմա գնացիր գրողի ծոցը։ Սա հանցագործ է, հետեւաբար իր ցանկացած կայացած որոշում իրավական ոչ մի ուժ չունի։ Թե ոնց սրան կհասնենք, շատ դժվար է լինելու, բայց հիմա նորից մենք սկսել ենք, չէ, Բաղդասարյան Բաղդասարյանի հետ 22 թվականից ավրա քրեական գործերը 4 հատ քրեական գործ կա դավաճանության հոդվածներով։ Հիմա էլի պետք է նորից մտնենք դատարան, որ հիմա էլ այս մեղադրանքները բարձենք սրա վզին, ասենք, սա համարել է մեղավոր, բայց ուրիշ բան է, որ մենք ենք անում, ուրիշ բան է, որ դա ազգային ժողովի անդիմադիր խմբակցությունն է, հարություն քրեական գործ, դատախազություն դատարան, որ հետո ցույց տանք, ասենք, սա մտնենք իրավական դաշտ, որ սա ի սկզբանե Ալիև քեզ ինչ խոսք է տալիս, սա արդեն իրավունքից դուրս է, դու լեգիտիմ չես սրա հետ միասին, եւ դու ոչ մի միջազգային հանրությունում չես կարա վիճարկես սրա համաձայնությունը, այսինքն սրա համաձայնությունը այսօրվանից առ ոչինչ է, կամ ընդդիմադիր դաշտ, մանդատներ տվեք, դրեք ցած, եթե չեք ուզում սա ամեն ինչի իրականացնել, արա ու գնացեք այդտեղից, ոչ թե քֆուրով ստիպված, այլ ուղղակի գնացեք, որովհետև եթե դուք չեք գնում, դուք բոլորը դառնում եք Նիկոլ Փաշինյան, հետո ունես չլինի մեկը ասի, ես չգիտեի ես ինչ եմ ասում, ես ինչ եմ անում ընդեղ, ինչ հետևանքներ ունենալու իմ ընդեղ մնալը, գնանք առաջ։ Իրանից էլի արձագանքել են Տիգրան հանձնելու վերաբերյալ, բարձ ասում են, որ Տիգրան հանձնումը դա ԱՄՆ-ի հանձնարարության բաղում, ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա, այդ հանձնարարությունն է, որ Իրանի կտրեն, որ ինքը ոչ մի ճանապարհ չունենա դուրս գալու համար Հայաստանով սև ծով, վերջ։ Ու որպես հետևանք ինչ է լինելու, Իրանը դա էլ է ասել, դա էլ ասել, ինքը նորից կրկնում է, որ մենք հասկանում ենք, որ մենք տեսնում ենք դուք ինչ եք անում, բայց մենք չենք կարող նստել սպասել, որ սա Տիգրան տա, Իրանը, չգիտեմ, ընդեղ ռմբակոծի սրանցի, սա սես մտածելը, որ մենք պետք է նստենք սպասենք, ոչ մի բան չանենք, մի քիչ լուրջ չի, եթե չասեմ, մի քիչ անմեղսունակություն է, էլի, մարդ, որ ինքը իր արածները պատասխանատու չի, եւ մտածում է կողքի երրորդ, ուրիշ երկիր պետք է գա իր տարածքում
այդ հարցերը լուծի։ Մի բան, որ կարելի է օրինակ ասենք սեփական խորհրդարանում լուծել։ Եվ այս ֆոնի վրա իմանում ենք, որ ՊՆ-ն հրաժարվել է ֆինանսավորել եւ աջակցել Մոնթե ֆիլմի նկարահանման։ Բա ինչ պետք է անի։ Բա ինչ պետք է աներ։ Մոնտեն իրանց պետք էր այդ 18 թվի այդ կապիկությունների ժամանակ, որ ինձ կցույց տար այդ նույն ձեռքը բլանդած, հիշում եք, այսքան բան էին փաթաթել բինտ։ Այսօր մի հատ լեկոպլաստ են կպսում, չէ՞ sense լեկոպլաստ չէ կներեք։ Ինչու՞ բան։ Բանդեիդ է կոչում, sense փոքր բան է, չէ՞։ Չէ, ալա մի թոփ բինտ էին կապել, sense կարմիր բաններ գլցել էին այնտեղ, շափատելով չփոխեց, որ տենային տառապող դեմքը եւ ուղեղից եւ սրտից թույլ մարդիկ, ախ Նիկոլաս։ Իմջալոց ասեմ, քարվաճառը հանձնեցին հենց Մոնթեի ծննդյան օրը, նոյեմբերի 25-ին։ Անենց որ ոչ մի բան սրանց մոտ պատահական չի ալի։ Իսկ մինչ այդ այս տականքներին նայեք, Ալիևն ասում է Լեռնային Ղարաբաղի երբեք անկախություն չի տրվելու։ 17 թվին Տիգրան Ավինյանն գրում էր փոխզիջումս ուտես։ Հիմա մեզ են կերցնում ժողովուրդը։ Հա, ու այս անասունին նայելով, այս ամեն ինչը տեսնալով, իր նմանները դանում են սրան ձեն են տալիս։ Ինչ ասեմ։ Երևի հիշում եք այն ահավոր դեպքը այն, որ բեռնատարը խփեց 7 հոգու սպանեց։ Պարզվում է ճաշարանում բարձր խոսալու համար է։ Ճաշարանում բարձր խոսելու համար տրված ապօրինի պատիժն ավարտվել է ողբերգությամբ։ Ճամբարակ Վահան ճանապարհին 7 զինծառայողի վրաերթի գործով ձերբակալվել է Պաշտպանության նախարարության գումարտակի շտաբի պետը։ Ըստ Արմլուրեեմի տվյալների, սպան զինվորներին ստիպել է ուշ ժամին վազել մայրուղով ճաշարանում զրուցելու համար, սակայն նման տույժ բանակային կանոնակարգով սահմանված չէ։ Ավելին, շտաբի պետը չի ապահովել զինվորների անվտանգությունը վազքի ժամանակ, ինչն էլ հանգեցրել է վրաերթի։ Ցավոք, մեկ զինծառայողի կյանք փրկել չի հաջողվել։ Այդ վաշտի հրամանատարը, բայց զինծառայողին, պայմանագրային զինծառայողին, որ նստել էր ղեկին, էնել այդ մեքենայի, որ ոչ լույս ուներ, ոչ բան, տեսակ մեքենայի վիճակը։ Առանց վարորդական իրավունքի մեքենա տվողը, դրանք։ Գերագույն հոգևոր խորհուրդն է անդրադարձել Փաշինյան Նիկոլի Բալբաջանքին, ասում է կառավարությունը լիազորություն չունի եկեղեցու բարենորությունը իր ծրագրի մաս դարձնելու։ Լրիվ լեգիտիմ։ Հետաքրքիր գիտեք որն է։ Որը սպասում են, որ մեր եկեղեցին պետքա եկեղեցիների համաշխարհային միություն, Վատիկան, մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կոմիտեներ, այսպես մի հատ մեծ արշավաներ։ Բայց չգիտեմ ինչի կամ մեր կաթողիկոսի PR թիմն է դավաճանում իրան, չի հուշում ինչա պետք անել։ Լսեք, կաթողիկոսը կարա շատ համես մարդ լինի, չիմանա ինչա պետք։ Կաթողիկոսը կարա որոշի, որ իր արժանապատվությունը չի ներում, որ ինքը պաշտպանվի, հա։ Ամեն ինչ կարա լինի։ Ես բոլոր տարբերակները գցում եմ, բայց դա չի նշանակում, որ իր թիմը քարտուղարը այնտեղ, չգիտեմ, հա, աշխատակազմի ղեկավարը, բայց ինչ-որ մենք պետք է ունենա, որ պետք է լրի։ Դուք առնվազն նամակներով պետք է խեղդեիք հիմա միջազգային բոլոր կառույցների ասուլիսներ հրավիրեիք, ասուլիսներ միջազգային հրավերներով, դեսպանների հետ հանդիպումներ ունենայիք, որ սրան կասեցնեք։ Եթե դուք դա չեք անում, ժողովուրդ, ոնց որ դուք եք համաձայն, դուք ընդունում եք ի սկզբանե, որ դուք համաձայն եք նրան, այն ինչ որ պատրաստվում է Փաշինյան Նիկոլը անել, որովհետև Փաշինյան Նիկոլը անելու է այն ինչ որ ինքը ուզում անի, եթե դուք չկարողանաք կասեցնել միջազգային մասշտաբների վրա։ Դա եք ուզում։ Սան եմ ուզում անդրադառնամ օգոստոսի 25-ին փաստորեն։ Դե ամեն ինչ բանով է, չէ՞, օգոստոսի 25-ին նաև հանձնվել է Բերձորը, հիշեցնեմ ձեզ։ Մեհրիբանի ծնունդի օրը նվերարեցին Բերձորը։ Մեհրիբանի ծնունդի օրը ձերբակալում են Քոչարյան Ռոբերտին։ Չգաց իրանց ագենտն է, չէ՞ ձերբակալում։ Բայց երևի Ալիևի սիրտը տենց է ուզել, կարող այնտեղ ինչ-որ հակասություն կա։ Կարող ինչ-որ միտեղ մի բան չեն կիսել իրեն, բայց էական չի։
օգոստոսի 25-ին նույն օրը ամեն ինչ սիմվոլիկ իրար հետևից գնված ձերբակալում են Քոչարյան Ռոբերտին ու բանը հետաքրքիր է գիտեք որ նա որ սրա մասին խոսում են դեռ որպես օրենքի համար կռիվ աստարության համար պայքար որ Քոչարյան Ռոբերտը չլներ լսեք դուք հիմա իշխանության չեք դուք ձեր ամբողջ իշխանությունով պարտական եք Քոչարյան Ռոբերտին ձեր ամբողջ իշխանությունով դուք կարողացաք այդ հրեշով այն երեխեքին ոնց են վախեցնում ասում են քեզ թե չէ մեշո պապին կգա կամ որ ասում են ավելի վատ բաներով են չէ վախեցնում ասենք չգիտեմ գայլ է ուտի ժամանակին թուրքերը ասենք անձանիկով էին վախեցնում ասում են երեխեքին քնի թե չէ անձանիկը կգա դուք մի ամբողջ ժողովրդի մի քանի 100,000 մարդու վախեցեցիք տարիներով որ զայնը տվեք ինձ թե չէ Ռոբերտ Քոչարյանը գալու արա դուք Ռոբերտ Քոչարյանն եք բարա դրանից ավելի լավ նվեր ձեզ կար բայց ինչ որ է դա ձեր խնդիրն է եւ կրկին արևում է հենց այն օրը երբ որ հանձնվել է Բերձորը որ համընկնում է Մեհրիբանի ծննդի օրվա հետ Սան հանդուրժող կարալեսան նայեք իմ մոտ այն տպավորությունն է որ սա որ գնում է թաղում երազում է այդ օրվա մեղրելի ինքը լինի լուրջ բան եմ ասում ով ինչից խոսա ինքը լավագույն մասնագետն է Չկա աշխարհում մի լաբորատորիա, որը մեր մոտ արտադրած խմիչքը 10 անալիզի ինքը ասի դա կոնյակ է։ Բայց գիտեիք փաստորեն ինչ ասեմ 100-ավոր տարի 100 տարուց ավել շուտովից սկսած մենք հայերս կարողացել ենք խաբել միջև Չերչիլ նույնիսկ Չերչիլը չի հասկացել ինքը ինչ է խմում Իմիջիայլոց ասեմ Չերչիլն է փրկել տեխնոլոգին կոնյակի որովհետև մի անգամ Ստալինը էլի հերթական պարտիան ոլորացնում է Չերչիլը խմում ասում է ինչու բան է փոխվել կաղա բան եք փոխել Ժանգում է Ստալինն ասում է ինչ է փոխվել կոնյակի մեջ նոր զեկուցում է որ տեխնոլոգին բռնա տարել են սիվիլ ասում այ ապուշներ հետ բերեք Չերչիլը նեղանում է մի անգամ Մոսկվայում խմում է որ ասում է ինչ լավն է դե վրացի մեգրել Ստալինը որոշում է պարբերաբար աշխարհով կոնյակ ուղարկի որ Չերչիլը խմի մի խոսքով ոչ մեկ չի մասել ինչ է խմում այ Նիկոլը վերջապես ջոգելա որ դա կոնյակ չի ու սա հայտարարում է աշխարհով մեկ որ Հայաստանում ապրող արտադրողը կոնյակ չի որ Հայաստանում արտադրվող ձուկը ուտելու բան չի թունավոր է որ նույնիսկ ինքը չի ուտում որ Հայաստանում արտադրվող միրգը այնքան վատն է որ ասենք նույնիսկ Եվրոպան չի ընդունում որ դա ձեր խնդիրն է սանից մեծագույն տականք հայ ժողովուրդը չի ծնել հետևաբար Այս ամեն ինչը նորմալ համադրողին ինչ ասես բա ինչ կարելի է ասել ես բան չունեմ դե քանի որ Հայաստանում եւ դատավորը եւ դատախազը Նիկոլ Փաշինյանն է ինքն է որոշում միանգամից ով պետք է նստի ինչքան պետք է նստի ով է մեղավոր ով չի մեղավոր հանցագործության ժամանակ եթե ասեք մեկը քայլելով գնում էր ուրեմն դա բանա տերորիստական ակտ չէր այ իշմեք Սուրմալուի պայթունը հա եթե ասենք զինվորներ են սպանվել վառվել արդեն սպանող վառողը մի հատ մայոր ա եղել կես լիտր բանով բենզինով ինքը մեղավոր չի կողքի սենյակում ա դա եղել քանի որ ամեն ինչ ինչն է հասկանում եք չէ հիմա որոշել է որ ԿՊ-ի քարոզարշավին ուսուցիչների աշակերտների մասնակցության դեպքերով պետք է պաշտոնակություններ նույնիսկ չլինեն ոչ թե պետք է պատասխանատվության ենթարկվեն դրանք նույնիսկ պաշտոնակություններ չեն եղել որովհետև գերագույն գլխավոր դատավորը հայկական իրականության մեջ այդպես է այդպես ես մի բանի մասին պետք է ասեմ ոսես բաներ գրում եք ստատուսներ սա է Նիկոլազգիները դա հատուկ բան է կաստա է չէ դրանց համար օրենք չկա դրանց համար սրբություն սահմանադրություն բարոյականություն գրում ես 4 զինվորն արդեն սպանվում մի շաբաթը մեջ ու զզվսիկ էլի ոնց որ դուք էլ նստած հաշվեք այս որակի մարդիկ են որ գրում են ես շնորհակալություն եմ հայտնում գիտեք
Արդեն շնորհակալություն եմ հայտնում, որ առնվազն մոր քֆուտ չեն գնում այնտեղ։ Որտեղ հետել են գնում։ Որ արդեն զզվսել ենք իրանց զոհերը, ոնց որ մենք ենք սպանում այդ երեխեքին, արդեն ամեն ինչ տեսել ենք, որովհետև հասկանում ես, որ այս կարգի տականքն է Հայաստանում դարձել ընտրողական շեղ։ Դա հայի տականքն է։ Ոնց ուզում ես, եթե մեկը նայում այդ բանը զոհերին եւ անձնական ոչինչ չի զգում, հələ դա մասին խոսասողն է իր համար զզվելի, ոչ թե երևույթը, որ սարսափելի է, անտանելի, անհասկանալի, այլ դա մասին խոսասողն է զզվելի։ Դու հասկանում ես, որ լուրջ խնդիր կա հասարակության մեջ։ Ու սա կարողացել է բերի հասցնի հենց այդտեղ։ Սա իրականացել է բարոյացիտ հասարակության մեջ, ժողովուրդ ջան, մենք երկար լտարիներ, գուցե տասնամյակներ, եթե հայկական պետականությունը մնա, մենք առերեսվելու ենք բարոյական նկարագիրը կորցրած այդ մասսայի հետ, որն ասում ես չի կարելի, սա օրենքով չի։ Ասում է դու ռուսաստրուկ ես ուրեմն։ Եթե դու դեմ ես Նիկոլի ասածը, ասացին դու ուրեմն ռուսի ստրուկ ես, կամ չգիտեմ, դրա ստրուկն ես։ Որովհետև չի կարելի ուղղակի համաձայն չլինել Նիկոլի նմանի ասածին, հասկանում եք։ Որ եթե դու քեզ կորցնում ես այդքան զոհերը լսելու, հայրենիք հանձնելու մասին, դու մարդ ես զզվցնում ուղղակի, որովհետև թող հանգիստ ծախենք այս երկիրը, այ չուզող։ Ու մենք այդ փաստի հետ պետք է առնչվենք sense տենց։ Դեռ սա իրականացել այս ները, այս հրեշը ոչ փոխաբերական իմաստով, այս հրեշը իրականացել է բարոյացիտ։ Այս հարցի լուծումները պետք է գտնենք մենք, ինչ որ մի ձև, ես չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ սա ոնց է, ինչ պետք է արվիստ է։ Սա նայենք։ Երկու հարգանիշ շենքը, որն ընդհանուր առմամբ 1181 քառակուսի մետր է, վերջերս վերանորոգվել է քաղաքապետարանի համար $2.5 միլիոն, այսինքն մոտ $2100 մեկ քառակուսի մետրի համար։ Մեկ քառակուսի մետրի համար $2100։ Այն էլ էս կարգի վերանորոգման համար։ Ասեք լեկտիությունը, չգիտեմ, ինքը լեկտիությունը տեղից բան բան է, բայց դա էլ երևի ինչ-որ բան պետք է ունենալ, էլի լիմիտներ պետք է ունենալ։ Համար։ Իսկ այսպիսի ռեմոնտի շուկական գինը ընդամենը մոտ $500 է։ Դուք հասկանում եք, որ սրանք մարդկային դեմքը փողի համար կորցրած, բնույթը, մարդկային բնությունը փողի համար կորցրած, վտանգավոր խավ են, ժողովուրդ, լսես դեմքերը նայեք։ Նայեք էլի մի հատ այս դեմքերը, սրանք իրոք սրանք աղետ են։ Այս մարդկանց ոչինչ չի հետաքրքրում բացի պահիտակի շահը, ոչ մի բան։ Իրանք ոչ մի բան չեն ուզում լսեն, հասկանան, ոչինչ իրանց հետաքրքիր չի, բացի փողը, ու դա ինչ գնով է տրվում, դա ինչ հետևանքներ է ունենալու, հասկանում եք, ազգանունով հայերը։ Եթե $2.5 միլիոն կարելի է մսխել եւ դրան շահույթ ստանալ, ինչ էական է դրա դիմաց Տիգրանաշենը տարա թե չտարա։ Ինչ էական է քո էներգետիկ համակարգը մտավ թուրքականի ազդեցության տակ, կախվածության մեջ մտավ թե չէ։ Որտեւ այդ կներեք բարիս համար էլի ներողություն, որովհետեւ այդ անասուն շերտի համար դա հասանելի չի։ Այդ անասուն շերտի համար հենց այս պահին այդ մի քանի $1000-ն է որ փախցրեց ու գնաց։ Թքած վաղը քթերից բերելու են թե չեն բերել, թքած վաղը ինքը դրա դիմաց տնից զրկվելու է թե չէ, թքած վաղը դրա դիմաց իր երեխուն տանելու են բանակում սպանեն թե չէ։ Հասկանում եք, որովհետև այդ 4000-5000 երեխեքին որ տանան սպանին, դրանց ծնողները էլի Նիկոլ Փաշինյանն էին ընտրել։ Էլի ասել են դե գրողի ծոցը ոչինչ, ով ինչ ուզում է թողանի, լավ է։ Այն հիշում եք, չէ՞, 15 երեխեքին, որ վառեցին, սպանեցին, դրանց մեկի ծնող ասում են, ձեռս կոտրվեր 21 թվականին, Նիկոլ չընտրեին։ Դե հիմա ոնց ասես, ոնց դու ես սպանել քո երեխուն։ Ես հիմա չգիտեմ, քանի հոգի եւս զոհեց իր այս երեխուն, իր երեխու ապագան սրան էլի ձեն տալով։
Սրա հանցակիցը դառնալով, հասկանում եք, լեգս ամեն ինչ արա, մեկը պետքա վճարի գինը։ Ոչ մի բան չի լինում անվճար։ Չկա անվճար ոչ մի բան։ Ինչ կատարվում է, դա գինը մեկը վճարում է։ Նվազն մեկը։ Այդ չեմ ասում, որ ամեն մեկն է վճարում։ Ես իմ երթին, դուք իր երթին, ամեն մեկս մեր արածի գները վճարում ենք։ Նաև վճարում ենք նրան դիմաց, ինչ որ բոլորիս կյանքում է կատարվում, բոլորիս նկատում։ Բայց այս դեմքը կորցրած է սանսից կենթանիներին դու ինչ կարաս բացատրես։ Չէ, ախպեր, թող ինչ ես ուզում արա։ Մեր հացի վայիս ես մեծ դեմքը նայեք։ Սրա հայացք է տալը ինչ ես ուզում մեզնից։ Ինչը $100 չեն ծախսել են 2100 գտել են։ Կարևորը դա է։ Կարևորը դա է, կիսա տղա, փողը վերցեն փախան։ Դրա դիմաց երկիրը տվեցին, այդ թքած վաղն է լինելու դա։ Այսօր ինքն իր լապը փախցրեց։ Լավ, կանք ավելի գլոբալ խնդիրների հիմա։ Ամբողջ հարցը տալիս է, ամբողջ աշխարհը հարց է տալի։ Ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության վարչության պետը մի հսկա ինքնաթիռով, որը մարդատար չի, որը բեռնատար է, եկել Ռուսաստան, որում բոլորը գրում են, որ ինքը եկել է Ռիգայից նստել է, այս բեռնատար օտանավը, բեռնատար, դրանով է եկել։ 4 ժամ ընդամենը։ Ու Պուտինը չի հանդիպել։ Պեսկովին հարց տվեցին այսօր։ Ինչ եկել։ Պատասխանը դե մեկ շփվում ենք ամերիկացիների հետ։ Ոչ մի պատասխան։ Ով ինչ ասես, այս մասին գուշակություններ արած։ Ասի լսեմ, տեսեմ Յուրի շվեդն ինչ ասում։ Երևի մի բան կիմանա։ Ինքն էլ չի գիտեր։ Բայց վերջում մի բան մոգոնեց, ասեց մեկ դեսպանատան գլխի անտենաները փոխում է, երևի անտենա էր բերել։ Ինքը վերջում այնց ասեց, որ մարդիկ չհասկանային, էլի, դա մալբերը թե չէ։ Որտեղ դրա համար չէր եկել ինքնաթիռ։ Բայց ինքը ուղակի մի պատասխան պետքա գար։ Տար։ Իսկ ինչ եթե ուրիշ բաներ բերել ռուսներին։ Որովհետև ինչ պետք է տանի Ռուսաստանից փող, զենք, Ամերիկան չունի Ռուսաստանից զենք տանելու, որտեղ Ռուսաստանը զենք չունի։ Փող էլ չունի։ Ինչ պետք է տաներ, նշանակում է բերել էր։ Անտենա։ Ես պետք է ասեմ, անկեղծ ասեմ, դեսպանատունը ինքը սեփական կարգոներ ունի, որոնք չեն վերահսկվում, որոնք տամոժնա չեն անցնում։ Բոլոր ռուսական դեսպանատուններն ունեն արտասահմանում կարգն է այտենց, հա։ Կա դիպլոմատիկ գրուս բանը ապրանք կարգո, որը չի անցնում ոչ մի սկաների տակով։ Ինչ ուզում տանում բերում։ Իրանք այդ կարգոյով կարան անտենաներ տանեն բերեն։ Ասենք անտենա նորմալ պրակտիկա է, իրանք տենում են գլխին դրած, այդ թակում ոչ մի բան չկա։ Տեխնոլոգիաներ, ապարատուրաներ, բան, ասենք ինչ պետքա միշտ տանը բերել են ու դրա համար հատուկ ռես, ընդ որում որ կենտրոնական հետախուզության վարչության պետը դա բերի, դա ընդհանրապես բան չի, իրենք ամեն օրվա պոչտան գնում գալիս է, էլի, անդորմալությունը։ Ես շատ վատ կասկածներ ունեմ, շատ վատ, որ որոշվել է էլի երկարացվի Ուկրաինայի պատերազմը, որովհետև գիտեք, չէ, Ուկրաինայի պատերազմը այսքան երկարում է, դա շնորհիվ Թրամփի, որ Պուտինին փրկեց տոտալ վերացումից բլոկադայից, հենց Թրամփը, բերելով նախ Ալյասկա, հանելով Ուկրաինայից իր հենց որ եկավ առաջին ինչ արեց, անջատեց հետախուզական բաները, կապը, զրկեց հետախուզության հնարավորությունից ամերիկյան օգնությունից եւ Ուկրաինան սկսեց ռմբակոծվել եւ կանգնեց առաջընթացը։ Առաջին ինչ արեց Թրամփը, փրկեց Պուտինին։ Այսօր Պուտինը շատ վատ վիճակում է։ Տնտեսապես, ռազմական իմաստով, շատ վատ, ծանր։ Իսկ ինչ եթե անտենաների փոխարեն այլ օգնություններ եկե, բայց ոչ թե ամերիկյան դեսպանատնին, այլ հենց Պուտինին։ Իսկ ինչ եթե իրոք Թրամփը օգնում է Պուտինին, ինչպես միշտ, ինչպես բոլոր ձևերով։ Ասեմ ձեզ նաև նրանով, որ տամագավկեք չի տալիս, հակաօդային պաշտպանություն չի տալիս են զենքերը, որոնք պետք է,
Ուկրաինային հաղթել, չնայած Ուկրաինան էլ առանձնապես հաղթելու հավես չունի, կամ բերել է այնքան բերելա տվելա այն զենքերը կամ չիպերը, որը եւս մի քանի տարով կերկարացնի Պուտինի կյանքը։ Այսինքն ոչ թե Ուկրաինային հաղթելու համար, որ ասենք պատերազմը երկարի։ Որովհետև այս պատերազմը ոչ մեկ չի ուզում հաղթած լինի։ Այս պատերազմի միակ նպատակը, ինչքան էլ որ ցինիկ ուզում հնչի, ինչքանով ես եմ տեսնում, դա պատերազմի երկարելն է, որը ձեռատալի բոլորի, բացի մասնակից կողմերի հասարակ ժողովրդից։ Որտեղ մասնակից կողմերի հասարակ ժողովուրդն է սպանվում, այդ հասարակ ժողովուրդն է ունե զրկվում, դա փողերից է ծախսում պատերազմի վրա, այդ չեմ ասում Պուտինն է ոնց որ սկսել է հայտարարել, որոշել է մոբիլիզացիա հայտարարի, ես դա մասին ես գիտեմ որ այս բան կա ուղղակի հարմար ինֆորմացիա չունեմ, այսօր հիմա այս պահին ձեզ ցույց տալու համար, բայց գիտեմ որ հայտարարվել է։ Բեղոսկո միս է պետք երկու կողմից։ Իսկ իշխանության պահելու արդյունքում երկարության Պուտինը ստեղ է ձգում իր իշխանությունը, Զելենսկին ընդեղ, ամենակարևորը զենք արտադրող եւ վաճառող ընկերություններն են օգտվում այդ ամեն ինչից, որը գիտենք ովքեր են տերերը, իսկ ինչ եթե իրոք այդ բանով հենց բերել են այն պարագաները, չգիտեմ դա կարող է զենք լինի, փող լինի, կարող չիպեր լինեն, ամենայն հավանականությամբ, որովհետեւ հրթիռներին ամենաշատ ինչն է պետք է չիպերը եւ տեխնոլոգիաները, որ պատերազմը առնվազն տանուլ չտա Պուտինը եւ շարունակվի այնքան, ինչքան որ հնարավոր է առնվազն, որովհետեւ ես ոչ մի ուրիշ բացատրություն չեմ տեսնում 4 ժամով այդ ոչ մի կարևոր հանդիպում բարձր մակարդակի եւ չի գալի հենց այնց հատուկ հետախուզության վարչության պետն է գալիս հատուկ օթանավով բեռնատար ու նույն արագությամբ գնում որքի բերումա վստահ լինելու որ տեղ հասավ պայմանավորությունը կատարեց ու գնում նույնիսկ այն աստիճան գաղտնիության որ ոչ մեկ չգիտի ոչ մի բան չկա հոսանք չկա հոսք չկա ինֆորմացիայի չնայած ուկրաինական մեծաներն արդեն գրում են որ եկա մատ թավթվեց Պուտինի վրա գնաց դե ուկրաինացիներին դա է պետք որ ասեն ամերիկացիները մեր կողմից եկա մատ թավթվեց Պուտինի վրա գնաց չնայած Պուտինի հետ չի հանդիպել ամեն դեպքում սպասենք շուտով կերևա ռազմական ակտիվությունից մի անգամից կերևա ինչ էր պետել է տիկնաթիռը եւ այսպես հայա դեմոկրատները դեմ քվեարկեցին Իսրայելին օգնություն տալու շանակությամբ բա այս ընտրություններից հետո շատ ծանր բաներ է սպասում եւ Ամերիկան եւ Իսրայելին ես նկատում Թրամփին եւ Իսրայելին ոչ միայն Նետանյահուն չի անցնելու ամենայն հավանականությամբ կպարտվի ու կդատվի այլև Իսրայելն է զրկվելու ամերիկյան օգնությունից իսկ Թրամփը իմպիչմենտի է ենթարկվելու ինչ անելու ստեղ Ալիևը Փաշինյանի Նիկոլի հետ ոնց է ստիպելու Թրիպի աշխատանքին մեզ պետք է իհարկե հույսներս դրա վրա չդնենք եւ աշխատենք այդ ամեն ինչը կանգնեցնելու ուղղությամբ եւ այսպես Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը թքած ունեն բոլոր սանկցիաների վրա, այդ մասին գրում է Աննա Գասպարյանը, մեր հայուի, եւ որոշել են չի ենթարկվել, ինչպես նաեւ Կատարը չի ենթարկվել սահմանած նոր խաղի կանոններին, այսինքն նոր արգելքներին, սանկցիաներին, որով իբր չպիտի գնեն իրանական նավթ։ Իսկ Ռուսաստանը գնաց ավելի առաջ 25 միլիարդի պայմանագիր ակնկալ Իրանի հետ միջուկային ծրագրերի համար։ Այո, միջուկային ատոմակայանների ծրագրերի ասո 25 միլիարդ դոլարի պայմանագիր ակնկալ։ Այսօր Թրամփի բերած արդյունքները։ Միջելոց ասեմ, որ քանի օր է գնում է իմպիչմենտի ստորագրահավաք, 3 մնացել էր 100,000 ստորագրություն, այսօր նայում եմ 10,000 ընդամենը պետք 10,000 որ սկսեն process սան impeachment անելու։ Ես վստահ եմ, որ հավաքվելու է, ինչքան որ պետք է։ Սա էլ Կանադայի պատասխանը Թրամփի։ Today I'm announcing that Canada will match the United States tariffs dollar for dollar, rate for rate.
Effective September 8, Canada will impose counter tariffs of up to 15, 25, or 50% on 27.6 billion in imports from the United States of America. Մի խոսքով։ Ասում ես սեպտեմբերի 8-ից Կանադան ինքը կիրառել է նույն սանկցիաները, ինչ որ կիրառվում է իր վրա, եւ 26.5 միլիարդ դոլար շրջանառության վրա կլինեն այն տարիֆները ուղիղ են տոկոսներով, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում է կռիվ տալ Կանադայի հետ։ Արդյունքում ասեմ ինչ ասել ես ամերիկյան Նիկոլը։ Չինական ավտոներն արդեն ամերիկյան սահմանների վրա են, Կանադայում են։ Ես տեսա նայեցի չինական մեքենաներ էլեկտրական Կանադայում։ Ու բանն էին նայում, ռևյուներն էին նայում։ Ես կարող եմ վստահեցնել, որ Կանադայում այլևս ամերիկյան էլեկտրական մեքենա չի։ Իմաստ չունի։ Տեսլան կարա հանգիստ գնա քնելու այլ։ Արդեն այնտեղ ինքը կոմպետենտ չի, էլ մրցունակ չի։ Մանավանդ, որ Կանադայի 50%-ը նույնիսկ մերժում է Ամերիկա մտնելը։ Կանադայի տուրիզմը դեպի Ամերիկա 50%-ի չէ։ Իսկ շատ մոտիկ հարաբերություններ, Կանադայում ապրողները 100 կիլոմետր է սահմանից հեռու։ Իրանց արձակուրդները շաբաթ կիրակի շոփինգ, գալ բենզին լցնել գնալ, Կանադայում բենզին ավելի թանկ է։ Ասենք այդ կարգի էր Ամերիկայի շփումները, էլի, ազատ գնալ գալ։ 50%-ը էլ չի ուզում Ամերիկա մեծանալու, ատում են, մերժում են։ Հիմա պլյուս դրան չինական էլեկտրական մեքենաները արդեն Կանադայում են։ Ավելի էժան, քան ամերիկյանն են։ Ավելի հագեցած էլեկտրոնիկայով կամ ամերիկյանն է։ Եվ ասեմ, ես չեմ կարծում, որ Տեսլային շատ են զիջելու իրենց որակով, որտեղ Տեսլան էլ մի առանձնապես որակ չունի։ Ինչ եմ ուզում ասեմ, սա հենց այս ամերիկյան Թրամփյան քաղաքականությունն էր։ Կորցրեց հսկայական շուկա եւ Չինաստան արդեն թիկունքին շնչում է, այսպես վզին շնչում է, հենց հիմա ասում աստեղ թիկունքին է շնչում է։ Սա ավտոինդուստրիայի համար ամերիկյան մահացու հարված էր։ Բայց Թրամփին դա շատ չի հետաքրքրում, որտեղ ինչպես Նիկոլ Փաշինյանն է հիմնավոր քանդում Հայաստանը, անցել Թրամփը ոչ միայն աշխարհը ամբողջ կարգը համաշխարհային, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկական բան։ Եվ բոլորը հասկանում են, եւ սա իմպիչմենտը շարերի հետևում չի։ Լսենք մեր ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի անունը որ տալիս եք, ինձ կրկին ինֆարկտ է խփում։ Եկեք իր անունը չտանք, որովհետև եթե ինքը ամեն ինչ որ ասեր իրականություն լիներ, մենք այսօրը չէինք ընկնի։ Նիկոլ Այո։ Բոլորը կարծիքին են, մենք լսենք այս ընկերոջը։ Չի մենա նորաշը Նախճիվանելա Տիգրանաշենի չի մենա նորաշը Նախճիվանելա մեր էդով ասը որ բանա պատմությունը կա մեր հողերն է այն ես իրանց անուն չտան Տիգրանաշենի որ ասեն թուրքերին է կամ բան մեր հողերն է նորաշը Նախճիվան պայմանագիր ուր է 50 տարին անց այդ տազա պայմանագիր բիգ ուր խիչի մեր պայմանագիրը բանը մեր ջրերը ասում տարածքային պահանջներ չունենք ինչի պահանջ չունենք ով ասում չունենք ով ասում չունենք մեզ Դե Փաշինյանը կարող է շատ բան ասել, հետո ես ինչ ասեմ։ Որ կդրվեց մի արդեն մենք բրզանք։ Ոչ որ քցես բանկի մեջ ու զակատը 10 վերեն։ Ինչ Մի վրացեք, մի հանձնվեք։ Եղբայրներ ջան, այս տականքը դեռ պետք է հանդակվի անի համալություն փոխելու համար։ Պատրաստվեք։ Սա խափելով տերորով, սպառնալիքով Գյուղացիների մթերքները Եվրոպա հասնելու խոստումներով, մարդկանց պատերազմի սպառնալիքով, պլյուս իր վարչական ռեսուրսը կարողացավ 49% ձեն խախտումներով հանդերձ փախցնել։ Իսկ սահմանության փոփոխությունը առանց հանակվեի նա չի կարող ուղղակի անել, որտեղ դա իրավական, դա լիազորությունները չունի։ Ուղղակի լիազորությունները չունի։ Սա ևս մի քրեական գործ է, որ պետք է կազմենք դրա վրա, ես պետք է մտածեմ, սկսենք աշխատել այդ ուղղությամբ, Հարություն Բաղդասարյանը արձակուրդ գա, որ սկսենք դրա վրա աշխատել։ Նենց որ, Ժորժ ջան, պատրաստվեք սան թարս ապտակ տալու, բոլոր ուղղություններով։
Վերջ բրծա մեր փոխանակ մտածի ժողովրդի մասին, ասի ժողովրդի միրգնա, բերքնա, մնացելա, չորացելա, ժողովուրդը կոնե մի քիչ ապրի։ Ոչ միայն չի մտածում, նույնիսկ պախարակում է ամեն ինչ ինչ որ ունենք, ձուկը, կոնյակը, չեք հասկանում, սա կազմալուծում է պետությունը։ Բանակը որ դա երկրորդական է, բանակն է վերացնելու։ Ես գիտեմ, որ լիքը մարդալային ծապ տա, որ այդ բանակ չենք ունենալ։ Առանց մտածելու, եթե դու չես կերակրում քո զինվորին, ստիպված ես լինելու կերակրել ուրիշի զինվորին։ Մեծ Եղեռնի 3 հայ կազմակերպիչները։ Առաջինը Հարություն Մկրտչյանն է։ Նա եղել է Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության անդամ ու լրտես։ Հենց նա է Թալյաթին փոխանցել մի շարք հայ մտավորականների անուններ, որի արդյունքում 1915 թվականի ապրիլի 24-ին գնդակահարվել է մոտ 250 հայ մտավորական, բայց նրա պատիժը շատ չի ուշացել։ 1919 թվականին Կոստանդնուպոլսի փողոցներից մեկում նրան գնդակահարեց հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։ Երկրորդը Մատնիչ Դավոն է։ 1908 թվականից սկսած Վանի նահանգում հայերը ինքնապաշտպանական մարտերի էին նախապատրաստվում, որի համար այնտեղ տեղափոխել էին տարբեր տեսակի զենք ու զինամթերք։ Դավոն այդ ամենին մոտ կանգնած լինելով մատնեց Օսմանյան կայսրության ոստիկանությանը զենքի պահեստների գտնվելու վայրը։ Պահեստները ոչնչացվեցին, իսկ մի շարք հայեր գնդակահարվեցին։ Բայց Դավոյի մահապատիժը եւս շատ չուշացավ։ Նրան գնդակահարեց հայազգի վրիժառու Տաճատ Թերլեմեզյանը։ Եվ երրորդը Արշավիր Յասյանն է։ Հենց նա է Թալյաթին մի քանի անգամ փրկել մահապատժից, տեղեկացնելով նրան, թե հայերը որտեղ եւ ինչպես են պատրաստվում նրան սպանել։ Այդ ամենի արդյունքում ձերբակալվել ու գնդակահարվել է 20-ից ավել հնչակյան կուսակցության անդամներ, իսկ Թալյաթը մնացել է ողջ եւ իրագործել ամբողջ ոչրագործական ծրագիրը հայ ազգի նկատմամբ։ Բայց Յասյանի պատիժը եւս շատ չի ուշացել։ 1920 թվականին նրան գնդակահարել է հայ ազգի վրիժառու Արշակ Եզդանյանը։ Ուստի հերոսներին հիշելը պարտք է, իսկ դավաճաններին հիշելը անհրաժեշտություն։ Դավաճանների պատժելն է անհրաժեշտություն նաև անելիք։ Շնորհակալություն միտքի համար։ Հուզվում եմ, երբ որ տեսնում եմ հայ աղջիկները մեր երկրի պատմության քաղաքականության վերաբերյալ հաղորդումներն անում։ Ներին պարտքն եմ համարում անպայման օգնել իրենց եւ տարածել հիմա ձեր ներկայությամբ սեղմում եմ այս բոլոր նշան։ Գտեք Անահիտ Հարությունյան, սա իմ առաջարկն եւ հետեւեք, օգնեք մեր աղջիկներին։ Սա հույն հանրահայտ կոմպոզիտոր եւ քաղաքական գործիչ Միկիս Թեոդորատկիսն է։ Լսենք իր աճառը։ Հույն, սա շատ ուսուցողական է։ Կան հայրենակիցներ, համակարգացիներ, ընկերներ, որոնք ինձ սիրում են եւ հավատում են որպես արվեստագետի, բայց համաձայն չեն քաղաքականության մեջ իմ ներգրավվածության հետ։ Ես նրանց պատասխանում եմ, որ ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, ոչ էլ հիմա եմ զբաղվում, որովհետև քաղաքականությունը լայն իրական իմաստով զբաղմունք չէ, մասնագիտություն չէ, այն յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա պարտականությունն է պետության հանդեպ։ Ես կասեի նույնիսկ սեփական անձի նկատմամբ եւ ընտանիքի նկատմամբ։ Այն անցնում է եսից դեպի մենք, մեր նեղ անձնական շահերից դեպի մեր մերձավորի խնդիրների, մեր երկրի ապագայի հանդեպ հետաքրքրությունը։ Սա է իրական քաղաքականությունը եւ այս կերպ կարող եմ ասել, որ ես քաղաքական գործիչ եմ 1942 թվականի մարտի 25-ից, երբ իտալացիները բռնեցին ու ծեծի ենթարկեցին ինձ Տրիպոլիում, քանի որ ուզում էի իմ համադասարանցիների հետ միասին պսակ դնել Կորտիոնիսի գերեզմանին։ Ժամանակից հասկացել է, որ պետք է քաղաքականությամբ զբաղվի։ Ես կարծում եմ բոլորս էլ ճիշտ է շատ նմանատիպ քաղաքական գործիչներ ենք։ Հետևաբար ես չեմ անում ոչինչ ավել, բայց նաև ոչինչ պակաս, քան անում է եւ պետք է անի այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Բայց դու ասում են, նրանք ինձ տաղանդ ունես եւ պետք է պահպանես այն։
Նրանք մոռանում են, որ իմ ամբողջ կյանքը կիսված է պայքարի եւ երաժշտության միջև, եւ պայքարն ու երաժշտությունը այնքան միահարստված են իմ ներսում, որ ես չեմ կարող պատկերացնել ոչ պայքարն առանց երգի, ոչ էլ երգն առանց պայքարի։ Թվում է, թե իմ տաղանդը մի տարօրինակ մարդկոցի պես լիցքավորվում է այնտեղ, մի ձեռքսեղման ջերմության միջոցով, պայքարակից ընկերոջս արծվի հայացքից, հանրահավաքների ճիչերի եւ մարտի աղմուկի միջոցով, որովհետեւ ինչպես գիտեք, ես ոչ թե ինչ-որ կոմպոզիտոր եմ, այլ կրետացի կոմպոզիտոր, կրետեկարծության, եւ սա ծանրորեն նստած է ներսումս, եւ ինձ մեծ ջանքեր են պետք համառորեն անզիջում եւ մշտապես կրետացի մնալու համար։ Բայց տաղանդը միայնակ չի գալիս ծիլեր տալու համար, այն զգայնության հաստ շերտերի կարիք ունի։ Սա նշանակում է, որ իսկական արվեստագետը չի կարող անտարբեր մնալ, երբ շուրջը մյուսները հառաչում են, ստորացվում են, սոհաբանմահ են լինում եւ փշրվում են, եւ ազգը նվաստացվում է, լրացվում է եւ վերածվում է ջունգլիների։ Այժմ այդ զգացողությունը դառնում է պատասխանատվություն եւ արվեստագետին բերում է մարդկանց մեջ այն հերոսի կողքին, որը բանտարկվել էր թշնամու դեմ պայքարելու համար։ Ինչպես եք ակնկալում արվեստագետից, որին դուք գնահատում եւ սիրում եք անտարբեր մնալ, մեկուսանալ հաստվարակույրների ետևում, հենց ոնց են պայքարում, հենց ոնց են պարտադրում, ակնկալում են մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Թաքնվել կյանքից եւ ստեղծել հանգիստ, անհոգ եւ անտարբեր երգեր, երբ դրսում աղմկոտ փողոցներում անարդարությունը հնձում է, սուտը հաղթում է եւ իշխում է անհանդուրժողականությունը։ Այդ արվեստագետը նույնիսկ եթե նա գոյություն ունի կեղծ է, բանալի բառը կեղծներ, եւ երգերը, որոնք նա կստեղծի ձեր համար, նույնպես կեղծ կլինեն միանշանակ։ Որովհետև երգը ծնվում է երեխայի պես, այն սիրո կարիք ունի, անայրյան կարիք ունի, այն ճշմարտության կարիք ունի, ճշմարտությունը այն է, որ ես ամաչում եմ։ Եվ շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մեզ հետ է, այնուամենայնիվ մեզ պառակտել է այս սարսափելի պետական եւ կիսապետական մեխանիզմը, շանտաժի, կեղծ քարոզչության, բռնության, բարոյական քաղաքական եւ տնտեսական շանտաժի մեխանիզմը։ Մենք առաջամարտիկներս պետք է որ կռվեցինք օտար նվաճողի դեմ, մենք որ միշտ եղել ենք մեր ժողովրդի արդար պայքարի առաջնագծում, հացի աշխատանքի, կրթության եւ խաղաղության համար մի ձեռքով բռնել ենք սուրը, կտրելու այն մակաբույծի ձեռքը, որ գիտի միայն գողանալ եւ սպանել, մյուս ձեռքով պահել ենք երազանքները, որոնք կվերականգնեն, կվերածնեն մեր հայրենիքը, որովհետեւ մենք խորապես հավատում ենք, որ մեր հայրենիքը կարող է դառնալ աշխատանքի արարման, երջանկության եւ ուրախության կենդանի փեթակ, եւ այդ ժամանակ մեր հայրենիքը կլցվի երգով։ Այդ ժամանակ ամոթից ազատված արվեստագետը կրկին կկարողանա երգել ուրախության, արարման եւ ազատության երգեր։ Ավելացնելու ոչ մի բան չկա։ Միկիս Թեոդորակիս։ Սրանից այն կողմ ամեն ինչ կեղծ է, fake, արժանապատվությունից հեռու, եւ հենց այս ժողովուրդն է, որ սահմանել է, որ քաղաքականությամբ չզբաղվողները իրաց մոտ նախկինում դրանց ասում են իդիոտներ, որովհետեւ դու ո՞ս կարող ես չզբաղվել քո իրավունքներով։ Ով ես դու, եթե ոչ իդիոտ, երբ որ քո իրավունքները վստահում ես ուրիշի, եւ դրանից հետո դառը լացում ես, որ աշխարհում արդարություն չկա, առանց հասկանալու, որ դա ինքդ ես զիջել։ Ես չեմ ասում դրա բարոյական կողմը։ Հանդուրժողականություն անարդարության, լկտիության, ստի, կեղծիքի, դավաճանության նկատմամբ։ Հանդուրժողականությունը դավաճանության, ստի, կեղծիքի նկատմամբ դա նույնպես դավաճանություն է։ Նիցշեն ասում է, մենք չենք տեսել այն ձեռքը, որը խնայելով մեզ դավաճանում է, պատժում է։
Լսենք Կարեն Դեմիրճյանի։ Որ ինչքան հող, որ տրված է եղել սահմանագծերը որոշելու ոչ ճիշտ, դրանք վերադարձվել են եւ մնացորդում տալու առնելու փոխանակելու, որովհետեւ մեր կողմից էլ եղել են հողեր, որ սխալ գծվել է սահմանը, նրանց հողերից եմ դե։ Մենք ստացել ենք մոտավորապես 16000, եթե ես չեմ սխալվում, հիշողությունս ինձ չի դավաճան, 16000 հեկտար հող։ Սա հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ առաջին եւ միակ փաստն է, երբ որ մենք կարողացել ենք Ադրբեջանից վերցնել հող Հայաստանին։ Դա համարյա քարտեզները վերցվում 74-78 թվերին, որտեղ 78 թվից հետո Մովսիսյանը, Լեոնիդ Մովսիսյանը եւ Կարեն Դեմիրճյանը կարողացել են 16000 քառակուսի ինչքան էր ասեց ներողություն թիվը, ոնց որ սխալ եմ ուզում ասեմ։ Լսենք թիվը։ Հարաբերությունների մեջ առաջին եւ միակ փաստն է, երբ որ մենք կարողացել ենք Ադրբեջանից վերցնել հող Հայաստանին։ Սխալվում հիշողությունս ինձ չի դավաճան, 16000 հեկտար հող։ Սա 16000 հեկտար, որովհետեւ ուզում եի ասեի քառակուսի կիլոմետր, հասկացա, որ դա չափազանց մեծ թիվ է ստացվում։ 16000 հեկտար։ Դրա համար այդ քարտեզները, որի մասին բառաչում է Փաշինյան Նիկոլը, դրանք հենց 74-78 թվի քարտեզների մասին է խոսում։ Այսինքն լավագույնս ծառայի Ալիևի նպատակները։ Այս կոմունիստ է, կարելի չաներ։ Կոմունիստ է, կարելի չաներ, որտեղ կոմունիստի համար ինչ տարբերություն սա Հայաստանի թե Ադրբեջանի։ Այն ժամանակվա կոմունիստ է, բացում ավելի հայ է եղել, քան այսօրվա ազատ անկախ Հայաստանի պրոդուկտ կրաչը, պրոդուկտը չակերտավոր, բայց կրաչը օրիգինալ, չարքը, գիտեք ինչի, որովհետև Կարեն Դեմիրճյանի մայրը մեծացել է Թումանյանի ընտանիքում, ստացել է թումանյանական հայկական դաստիարակություն, իսկ Նիկոլ Փաշինյանը այնպիսի մի միջավայրում, որտեղ նույնիսկ հայրն էր ասում, արա, մի արժանապատիվ մարդ չկա, որ ընտրեք ձեզ ղեկավար։ Հասկան, մեկ անձի համար, անձի ով լինելը ինչքան կարևոր է։ Դաստիարակությունը միջավայրը, որ նա մեծացել է, ինչքան կարևոր է, որովհետև տեղից է գալիս։ Չի կարա անդաստիարակ մարդը, կեղծ, ստասոխոս, բանսարկու մարդը ինչ որ մնայուն արժեք ստեղծի, հնարավոր չի, չկա իր միտքը դրա մասին չի մտածում և հակառակը, արժանապատիվ, հայեցի մեծացած մարդը չի կարա շուրջը քաոս ստեղծի, որտեղ դա հակասում է իր բնությանը, ինքը, որ գալիս է մտնում է հետո սկսում է ոչ ճիշտ տեղում դրված իրերը դնել իր տեղը, բայց քաոս սիրող մարդը, մի հատ հիշեք Նիկոլ Փաշինյանի տունը, այմա երկիրն է այդ վիճակի։ Ողջան էլի ձեր օգնություն եմ ակնկալում այս հաղորդումները տարածելու համար։ Իրակ, եթե ուզում եք մեկ մի բան փոխենք, ուրեմն պետք է տարածենք եւ միասին նաեւ օգնենք այս ալիքին։ Դարձեք մեր շարժման անդամը։ Եվ միասին փրկենք մեր երկիրը։ Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Եթե համաձայն ենք իրար հետ, ուրեմն ի գործ։ Այսօր համար այսքան լավ մնացեք։